Նորից բոլորիդ թույլ տվեք ողջունել, շնորհակալություն հայտնել այսօրվա միջոցառման հրավերը ընդունելու եւ ձեր մասնակցության համար։ Մինչև զեկույցի արդյունքների ներկայացնելը երկու բառով անդրադառնամ ընդհանրապես այս ուսումնասիրությունը իրականացնելու կարիքին, ինչու ենք որոշել այս խնդրով զբաղվել եւ նաեւ որոշակի ինֆորմացիա տամ այսօրվա հավաքի հետ կապված, ինչ ենք ակնկալում, ինչ նպատակ է հետապնդում։ Ուրեմն 2024 թվականին մեր կազմակերպությունը Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ հնարավորություն է ունեցել ուսումնասիրելու 2024 թվականի մայիսի 25-26-ին հորդորատ անձրևներով պայմանավորված հեղումների պատճառով աղոթի գոտու վերածված Տավուշի եւ Լոռու մարզերի 9 համայնքներում եւ 39 բնակավայրերում աղետից տուժած բնակիչների հասցված վնասի չեզոքացման նպատակով պետության կողմից գործարկված սոցիալական աջակցության եւ փոխհատուցման ծրագրերի կատարողական արդյունավետությունը Ինչու որոշեցինք այս խնդրով զբաղվել, որովհետև հետազոտության իրականացման պահի դրությամբ եւ անգամ այսօր բաց աղբյուրներում ահագին ինֆորմացիա է բացակայում, ընդհանրապես ինչ աշխատանքներ են կատարվել այս ծրագրի շրջանակներում, անվանական ինչ ծրագրեր են գործարկվել, իհարկե բոլորը գիտեն, բայց մասնավորապես այս ծրագրերի շահառու հոգի է դարձվել, ինչ ծավալի աշխատանքներ է տարվել, ինչ գումարների մասին է խոսքը Հանրային շրջանակներում ինֆորմացիայի ակնհայտ պակաս է նկատվում եւ փոքր առաջ անցնելով նշեմ, որ այս ինֆորմացիայի քաոսը նկատելի էր անգամ ուսումնասիրության իրականացման ընթացքում, անգամ էս որպես ուսումնասիրող կառույցի բավականին բարդ է եղել մի մարմնից ամբողջական ինֆորմացիա ստանալ ընդհանրապես կատարված աշխատանքների վերաբերյալ Եվ կարիք ենք ունեցել գերատեսչություն առ գերատեսչություն, նախարարություն առ նախարարություն, կտոր հավաքել այդ տեղեկատվությունը, որը ուզում ենք նաև կիսվել ձեզ հետ։ Եվ երկրորդ կարիքը ինչու է մեզ համար այս հետազոտությունը իրականացնել, գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ Հայաստանի ողջ տարածքով ամենատարբեր տեսակի բնական աղետների նկատմամբ խոցելիություն ունի։ Որոշ բնական աղետների մասով դրանք գերաշներն են, կարկուտները ջրհեղեղները Հայաստանի 100%-ը խոցելիություն ունի, այսինքն սա պետք է նկատի ունենք, որ ոչ ոք երաշխավորված չէ համանման աղետների կրկնվելուց։ Եվ շատ կարևոր է մայիսյան դեպքերից քաղված դասերի ուսումնասիրությունը, որպեսզի հետագայում համանման իրավիճակների կրկնվելու դեպքում համայնքը իր հերթին, պետությունը իր հերթին եւ քաղաքացիները իրենց հերթին ունեն պատրաստվածության որոշակի մակարդակ եւ փորձ եւ այդ փորձի վրա արդեն ձևավորված պրակտիկա, այս ինֆորմացիան ենք ուզում ձեզ հետ կիսվել, մշակել ենք ոչ միայն խնդիրներն ենք դուրս բերել, այլև խնդիրների լուծման ուղղված առաջարկությունների մեր տեսլականը, մեր առաջարկությունների փաթեթը չենք հավակնում, որ սրանք ամենաունիվերսալ եւ ամենաճիշտ լուծումներն են, դրա համար ձեզ հետ եք նաեւ ուզում խորհրդակցել, դրանք նաեւ փոփոխելու համար, նշեմ, որ այսօր համանման քննարկում ունեցել ենք նաեւ Իջևանում, երևի գործընկերս ինձ թույլ չեն տա ստելու, ասելու շատ արդյունավետ քննարկում էր, բոլոր ոլորտներից ներկայացուցիչներ ունեցել ենք եւ ներքին գործերից եւ ֆայնից եւ համայնքապետարան, մարզային իշխանություններ, միասնական սոցիալական ծառայություն, այսինքն բոլոր ինստիտուտներ ու կառույցները, որոնք ներգրաված են եղել սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքում ներգրաված են եղել եւ իրենց կողմից տված ինֆորմացիան մեզ ահագին օգտակար եղավ զեկույցի լրամշակման համար ժամանակը չչարաշահելով անցնեմ զեկույցի արդյունքների ներկայացմանը մեկ ուղղակի տեղեկատվության աշխարհագրության հետ կապված իհարկե այս աղետը անդրադարձել է ոչ միայն Տավուշի այլև Լոռու մարզի վրա, բայց մեր հետազոտության ընթացքում հիմնական շեշտադրումը կատարել ենք Տավուշի մարզի վրա եւ աղետի գոտու վերածված 3 համայնքների Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան այս համայնքներն են դիտարկել, ինչ աշխատանքներ են կատարվել, ինչ գումարների մասին է խոսքը, շահառուները ինչ քանակի, ովքեր են օգտվել, ովքեր չեն օգտվել, որոնք են եղել չօգտվելու պատճառները, այս ողջ քաղված դասերն ենք ուզում ձեզ ներկայացնել։ Ինչ որ խնդիր է տալիս իմ համակարգիչը։ Մեկ վայրկյան ներողություն եմ խնդրում։ Ահա։ Ես հիմա համայնքները աղետից տուժած համայնքների բնակավայրերի ցանկը հանված է ձեր առջև, բայց այս զեկույցը նաև էլեկտրոնային տարբերակով մենք ձեզ կուղարկենք, հիմա այսպես չեմ ուզում անդրադառնալ, անդրադառնալ, դա ավելորդ ժամանակ մեզանից կխլի։ Նշեմ, որ իր մասշտաբայնությամբ վերջին 30-40, եթե ոչ 50 տարիների կտրվածքով սա ամենամասշտաբային աղետն է եղել, որ գրանցվել է եւ իր համայնքների վրա իր ունեցած ազդեցության մասով։ Արև ձեզ։
ունեցել ենք մոտ մի երկու ուղղակի թիվ, հա, 4 զոհ 2300-ից ավելի տարհանված անձինք, հսկայական վնաս է հասցվել ենթակառուցվածքներին, դրանք եւ պետական մայրուղիներն են, եւ համայնքային ճանապարհները, կամուրջներ, հենապատեր, ինֆրաստրուկտուրաների մասով նաև բոլոր կոմունիկացիոն համակարգերն են մեծ մասնակիորեն որոշ դեպքերում ամբողջությամբ ավիրվել։ Դրանք գազատարներն են, ջրահեռացման համակարգերն են, մի խոսքով։ Այսինքն, եթե խոսենք մասշտաբանության տեսանկյունից, սա աննախադեպ փաստորեն աղետ էր, որ երկու մարզերը առերեսվեցին, եւ որպեսզի որոշակի թվերի տեսքով խոսենք աղետի ինչի մասին է խոսքը, ապա UNDP-ն իրականացրել է հետաղետային կարիքների գնահատում եւ իրենց տվյալներն ենք հիմա այստեղ ներկայացնում, ըստ այդ գնահատականների Տավուշի եւ Լոռու մարզում վնասի եւ կորուստի հանրագումարում երկու մարզերին հասցված վնասը գնահատվում է մոտ տարօրապես 82.43 միլիոն ԱՄՆ դոլար, սա ահռելի գումարներ են, ընդ որում Տավուշի մարզի վնասի չափը կազմում է մոտ 33 միլիոն, կլորացված եմ, հա, ասում, եւ Լոռու մարզում 49 միլիոն։ Լոռու մարզը անհամեմատ ավելի շատ է տուժել այս աղետից, եթե համայնքային մակարդակում դիտարկենք, ամենաշատը համայնքներից տուժել է Ալավերդու համայնքը, ամենապակաս տուժած համայնքներից Ստեփանավանն է։ Հետազոտության ընթացքում նաև կասեմ ինչով է սա նաև պայմանավորված եղել, արդյոք կան որոշակի օբյեկտիվ հիմքեր, թե ինչու է ենթադրենք Ստեփանավանը ավելի թեթև դուրս եկել այս պատմությունից։ Իհարկե այդտեղ որոշակի պատճառներ կան։ Եթե սեփականության ձևով պայմանավորված ներկայացնենք, մեծ կորուստը հասցվել է այնուամենայնիվ հանրային ոլորտին, տոկոսային արտահայտության մոտ 42-92%, իսկ մասնավոր ունեցվածքին հասցված վնասը գնահատվում է մոտ 30-ին տակաս։ Մասնավոր սեփականությունը կարիք չկա բացատրելու, դա ֆիզիկական անձանց, գույքին, շենք, շինություն, մի խոսքով գյուղատնտեսական որոշակի ապրանքների կորուստ եւ այլն հանրագումարի մասին է խոսքը։ Այս աղետներով պայմանավորված վերականգնման կարիքը գնահատվել է մոտ 116.94 միլիոն դոլար։ Հսկայական գումարներ են անհրաժեշտ հետևանքների վերացման համար եւ մեր հաշվարկներով մինչեւ այս պահը, մինչեւ փետրվար ամիսը ամենատարբեր փոխհատուցման եւ աջակցության ծրագրերով ՀՀ կառավարության կողմից հատկացվել է դեռևս 7.5 միլիոն ԱՄՆ դոլար։ Նշեմ, որ սա պաշտոնական տեղեկատվություն չէ, այս թիվը ստացել ենք մենք, դուրս ենք բերել մենք ամենատարբեր գերատեսչություններից ստացած ծրագրերի մասով ստացված գումարները իմի բերելով, հա, յուրաքանչյուր ծրագրի ուղղությամբ ինչ աշխատանքներ է կատարել, ներառյալ ենթակառուցվածքների վերականգնման համար կատարված աշխատանքները։ Եթե փորձենք սա տոկոսային առումով պատկերացնել, տոկոսային համարժեքով արկա իրական կարիքին, միջև հիմա կատարված հատկացումները մոտ 6.5%-ով են հասցեագրում։ Շատ չնչին%-ով։ Իհարկե միջազգային պրակտիկան նաև ասում է, որ երբեք փոխհատուցումը չի լինում համարժեք եղած կարիքին, բայց անգամ այս պայմաններում 6.5-ը շատ փոքր թիվ է, հա, եւ իհարկե մեծ աշխատանքներ այնուամենայնիվ կատարվում են չհասցեագրված խնդիրներ։ Վերականգնման տեսանկյունից ամենահրատապը եւ ամենամեծ ներդրումներ պահանջող ոլորտը շարունակում է մնալ տրանսպորտի ոլորտը։ Այստեղ եւ մասնավոր տրանսպորտային միջոցներին հասցված վնասը պետք է նկատի ունել եւ նաեւ տրանսպորտային ենթահամակարգերին հասցված վնասի մասին է խոսքը, ճանապարհներ, մայրուղիներ, հենապատեր եւ այլն։ Երկրորդ ամենախոշոր տուժած ոլորտը գյուղատնտեսությունն է, մոտ 23% եւ հետաքրքիր բացահայտումների բլոգից վերականգնման տեսանկյունից երրորդ տեղում զբաղեցնել է աղետների ռիսկի նախապատրաստումը։ Սրա մասին մի փոքր ավելի մանրամասն ես խոսեմ հիմա, ինչով է դա պայմանավորված։ Եվ համայնքային ենթակառուցվածքներին հասցված վնասը ամենացածրն է գնահատվել մոտավորապես 4.54%։ Աղետների ոչ մասնագիտական խմբի համար բացատրեմ, որ աղետների ռիսկերի կառավարումը ինքը բարդ գործընթաց է, բայց այնուամենայնիվ այն պետք է սկսվի աղետների բացահայտմամբ, կանխմամբ եւ կանխարգելմամբ, սա առաջին մակարդակն է։ Մեր կողմից կատարված ուսումնասիրություններ եւ այս աղետը եկան ապացուցելու մի բան, որ աղետներին պատրաստվածության տեսանկյունից համայնքները ունեն ահռելի հսկայական պակաս ամենատարբեր մակարդակներում եւ ինստիտուցիոնալ լուծումների մասին է խոսքը գնում, ոչ թե տեղային լուծումների, այլ ինստիտուցիոնալ լուծումների մասին։ Համայնքների մեծամասնությունը ապահովված չի աղետների
իրազեկման այդ վաղ հասարարման համակարգերով, ինչը թույլ կտար նաև ինչ որ առումով զսպել աղետի ազդեցությունը։ Մյուս կարևոր ինստիտուցիոնալ բացը որ կա, տարիներ շարունակ խոսքը հետևողականության մասին է, չեն իրականացվել սելավատարերի մաքրման աշխատանքներ, սելավատար տարածք համարվող տարածքների պահպանության աշխատանք չեն իրականացվել։ Իհարկե ամեն տարի ինչ որ հատվածական մաքրման աշխատանքներ կատարվում են, այսօր Էջևանի համայնքապետարանը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ ներկա պահին ընթացիկ տարում արդեն Դիլիջանում եւ Էջևանում առանձին հատվածներում սելավատարերի մաքրման աշխատանք կատարվում է, բայց դա այն ծավալի մասշտաբի մասին չէ, որ հույս ունենաս, որ համանման դեպքերի կրկնման դեպքում սա կարող է կանխել։ Այսինքն պետական ողջ ռեսուրսը եւ պետական ողջ ֆինանսական ռեսուրսները այս աղետի շրջանակներում ուղղվել են վնասների փոխհատուցմանը ու մարդկանց կրած կորուստների վերականգնմանը, այնինչ եթե ժամանակին այս գումարները ուղղվեին, ենթադրենք, վաղաժամ ռիսկերի կանխարգելման ու ոլորտում, մենք այս չափի, այս ազդեցության վնասների հետ գործ ունենալ չենք կարող, այսինքն անհամեմատ ցածր կլիներ ջրհեղեղի ազդեցությունը համայնքի վրա։ Եվ ոլորտների խնդիրների մի մասն էլ համայնքային մակարդակում են այնուամենայնիվ պայմանավորված եւ դրանք ուզեմ ներկայացնել համայնքը հանդիսանելով աղետների առերեսվող ամենաառաջնային օղակը եւ հետաղետային վերականգնման աշխատանքներում եւ վաղ կանխարգելման մակարդակում ամենակիչ ներգրավություն ունի այս գործընթացներին եւ սա որոշակի նաեւ օրենսդրական բացերով է պայմանավորված իր իրավասությունների շրջանակներում համայնքները առայժմ չունեն այս ոլորտում աշխատանքներ իրականացնելու լիազորություններ սովորաբար պետության կողմից պատվիրակվում են այս լիազորությունները եւ դրա շրջանակներում են իրականացվում սակայն եթե անգամ մի կողմ դնենք եւ հիպոթետիկ պատկերացնենք որ համայնքները ենթադրենք ունեն այս լիազորությունները արկա համայնքային միջոցները եւ ռեսուրսները բավարար չեն այս կարիքը դիմագրավելու համար համայնքային բյուջեը եթե չեմ սխալվում ընդամենը 5%-ն է ներկա պահին հատկացվում աղետների կանխարգելման այս արտակարգ իրավիճակների նպատակով ինքը անհամեմատ ցածր է Մյուս խնդիրը, որ կուզենք բարձրաձայնել, դա այն է, որ այսօր Էջևանում էլ քննարկման ժամանակ այս մասին խոսեցինք, որ բոլոր համայնքները կարծես թե ունեն աղետների ռիսկի կառավարման պլաններ, այսինքն անունով բոլորը ունեն, բայց այս պլանները գործարկման մակարդակում գոյություն չունեն, այսինքն երբեք աշխատանքային գործիք չեն հանդիսանում, սա ինչ է նշանակում, որ շինթույլտվություններ տրամադրելիս աղբանության համար տարածքներ սահմանելիս, ճանապարհաշինարական աշխատանքներ իրականացնելիս հաշվից չի առնում համայնքի եւ նրանում ներառված բնակավայրերի խոցելիությունը այդ աշխատանքների իրականացման արդյունքում ի հայտ եկող ռիսկերի նկատմամբ Իհարկե մենք հետազոտության շրջանակներում հնարավորություն չենք ունեցել ուսումնասիրելու արդյոք ավերված տարածքների շինությունների շենքերի քանի տոկոսն է ունեցել շինթույլտվության խնդիրներ, այսինքն չնախատեսված վայրերում քանիսն են կառուցվել, բայց զուտ բանավոր այսպես հաղորդակցության մակարդակում ակնհայտ է, որ այդպիսի դրա տոկոսը անհամեմատ բարձր է եղել։ Այսինքն տարածքային կառավարման եւ գոտիավորման մակարդակում աղետների ռիսկի կանխատեսման գործառույթը համայնքների կողմից պատշաճ մակարդակով չի իրականացվում եւ դա պայմանավորվող գործոններից մեկը նաեւ այն է որ համայնքները չունեն համապատասխան մասնագիտական աշխատուժ Սա նաև կարիքների հավաքագրման փուլում են այս խնդիրը բախվել Տիկին Անահիտը այստեղ է թույլ չի տաս ինձ սխալվել որ կարիքների գույքագրմամբ, այսինքն ցուցակագրմամբ զբաղվել են համայնքները, համայնքային հանձնաժողովները բայց համայնքներից մեր կողմից ուսումնասիրված համայնքներից եւ ոչ մեկում այս հանձնաժողովները չեն եղել մոբիլիզացված եւ գործուն մակարդակում աղետից անմիջապես հետո աշխատանքի անցնելու համար նույնբերանում խումբը ձևավորվել է հանձնաժողով խումբը աղետից մի քանի օր անց Իջևանում իհարկե Դիլիջանում շատ ավելի վաղ է ձևավորված եղել բայց այդ հանձնաժողովները պատրաստ չեն եղել հաջորդ օրը կամ նույն պահին աշխատանքի անցնելու համար իրենց ակտերը ուսումնասիրելիս տեսնում ենք որ հաջորդող օրերին մայիսի 25-26-ին հաջորդող օրերին արագ կազմի փոփոխություններ են կատարվել։ Սա ինչ է նշանակում, որ այդ կազմերում եղել են ենթադրենք պատահական մարդիկ կամ ոչ այնքան կոմպետենտ մարդիկ եւ արագ հրատապ փոփոխման կարիք է ունեցել։ Սա էլ մյուս խնդիրն է եւ նաեւ երկու բառով կուզեմ անդրադառնալ նաեւ
մեթոդաբանական խնդիրներին, որ գույքագրման հետ է առաջ եկել եւ նաեւ այստեղ շահառուների եմ նաեւ տեսնում, շատերը դժգոհում են, որ ծրագրերը ուշ են գործարկվել եւ սոցիալական աջակցության եւ պետական փոխհատուցման ծրագրերը, նաեւ որոշակի պատասխանել ձեր են հարցադրումներին, թե դա ինչու այդպես տեղի ունեցել։ Իրականում համայնքներից ոչ մեկը չի ունեցել ելակետային պատրաստի տվյալներ ըստ ոլորտների՝ տրանսպորտի ոլորտ, գյուղատնտեսության ոլորտ, բնակարանության ոլորտ, եւ այդ ելակետային տվյալների հավաքագրումը ժամանակ է պահանջել ու հետեւաբար կորուստ ենք ունեցել։ Անհամեմատ որակյալ մեր գնահատմամբ իրականացվել է բնականաշինության ոլորտում փոխհատուցման ծրագրերը, ինչու, որովհետև կադաստրի կոմիտեն կարողացել է հրատապ իր ձեռքի տակ ունեցած ինֆորմացիան փոխանցել համապատասխան գերատեսչություններին։ Այս առումով որոշակի օգնել են նաև մասնավոր կազմակերպությունները, դա Գազպրոմն է, Վիոլա ջուրը, Հեցը, էլեկտրական ցանցերը, բայց ընդհանուր պատրաստվածության տեսանկյունից այս բացը նկատել ենք։ Եվ երկրորդ խնդիրը, որ նկատվել է, դա մեթոդաբանությունը հաշվարկել է վնասների ու միայն ուղղակի կորուստները, այնինչ պետք է նաև վնասները հաշվարկել, պատկերավոր ասեմ, որպեսզի հասկանալի լինի, թեպետ ինձ թվում է շահառուներ դրա մասին կասվեն, հաշվարկվել է միայն քանի անուն ենթադրենք ծառ է կորցրել շահառուն, բայց այդ ծառից քանի կիլոգրամ բերք կարող էր ստանալ պոտենցիալ եւ դա թվային արժեքի վերածել, այդ դրա փոխհատուցումը տեղի չի ունեցել։ Սա էլ մի կողմից եւ մյուս խնդիրը մեթոդաբանության հետ կապված, որ կուզեմ նշել, պետությունը ինքը պատրաստված չի եղել եւ անգամ դա ձևաթղթերի էթապ-շտապ փոփոխություններով է երևում, համայնքների սկզբից ներկայացվել են տվյալների հավաքագրման մի ձևաթղթեր, այնուհետև հնդածս պահանջել են, որ մեկ այլ ձևաթղթեր պատրաստվեն, սա ժամանակ է խլել եւ փաստորեն սոցիալական աջակցության փոխհատուցման ծրագրերը գործարկվել են միայն աղետից հետո 3 ամիս անց, օգոստոս ամսվա դրությամբ դեռևս շատերը, այո, օգոստոսի նոր որոշում։ Ահա, որոշում է կայացվել, այո, կառավարության որոշումները ընդունվել է հենց օգոստոսի 15-ի նիստով։ Շատ լավ։ Պետք չէ ներկայացրել, մենք նատենակ մարտին կլինի, թե չէ ծրագրից մենք դուրս մնացինք, որ ինչը ամենասխալն է։ Շատ լավ, միջև ես ծրագիր առ ծրագիր անցնեմ, միգուցե Տիկին Անայի ձեզ խոսք տամ, նոյեմբերյանի մասով դուք ձեր փորձառությամբ կիսվեք խնդիրներով։ Ուղղակի այդ ինչի մեջով որ անցանք բոլորս, որպես տեղեկացված անձնավորություն, իհարկե ինչպես ամեն մի աղետի, այնպես էլ այս մի աղետի մենք պատրաստ չենք, սկսած կառավարություն, մարզպետարան, թիմ եւ բնակիչ։ Ոչ մի ոլորտ պատրաստ չէր։ Բերեք ինձ հետ համաձայնվեք, որ դիմակայուն չենք ընդհանրապես, ինչը որ մնում է հանձնաժողովներին, դե ինքը ընթացակարգով է, ինքը պիտի իր ընթացակարգը անցներ, որը բնականաբար ժամանակի կորուստ է։ Դրա համար իհարկե առաջարկություններ ես արդեն իսկ արել եմ, նույնիսկ կառավարություն ուղեցույցեր ուղարկել վերջերս, ես այնտեղ էլ առաջարկություններ արել եմ, միշտ ունենալ հրատապ առաջին, այո, հենց առաջին աշխատանքային խմբերը հրատապ աշխատանքների համար, բնականաբար հանձնաժողովների պահով այդքանը կասեմ, որ ժամանակի առումով ուղղակի իրանք պիտի անցնեին որոշակի ընթացակարգեր, ավականու որոշում եւ այլն, ու ժամանակի կորուստ ունեցանք, ինչը մնում է կարիքների գնահատման, իհարկե թիմը պիտի կատարեր, բայց միայն կատարողի դերում էր, որովհետեւ մենք էլի այստեղ սպասում էինք կառավարության մեթոդաբանության, այսպես ասած, սկզբում մեթոդաբանությանը, որովհետև քննարկումների ժամանակ, քանի որ աղետը նոր էր, իր բնույթով տարբեր էր, պատրաստ չէինք եւ մեթոդաբանությունն էլ հստակ չէր, ինչպես դուք նշեցիք, ձևաչափերը, ձևաթղթերը, պահանջվող գործիքները անդադար փոփոխության էին ենթարկվում։ Առաջին շաբաթվա մեջ մենք ըստ դիմումների նախ հրատապ դիմումները հավաքեցինք, ովքեր որ իրազեկվեցին մարդիկ, մեծ գույքագրման բազա պատրաստեցինք, շատ կարճ ժամանակամիջոցում, որտեղ անձամբ դա ես ինքս եմ արել ու այնտեղ նույնիսկ բնակչի մեկ ափսեն ա գրված, այսինքն բնակիչը դիմումի մեջ ինչ որ գրել էր, այդպես էլ ներառվել է եւ չգիտեմ թե ինչու այդ գույքագրման բազան չհամարվեց հիմք, սկսվեց նոր ձևաչափեր, նոր ուրեմն ձևաթղթերի պահանջներ ներկայացվեցին, ինչը իսկապես ֆիզիկապես հնարավոր չէր, որովհետեւ այստեղ նաեւ
վստահության պակասը կար, էլի նույն օղակներ, կառավարություն, մարզպետարան, թիմ եւ բնակիչ։ Առաջ հերթին, եթե մեր մոտ այս 4 օղակներում էլ վստահության մակարդակը բարձրացվի, իհարկե կյանքի ամեն ոլորտում առավել եւս աղետի դիմակայելու համար, այստեղ մենք ավելի հեշտ կլինենք, որտեղ բնակիչն էլ պատրաստ չէր, բնակիչը ոչ մի փաստաթուղթ ժամանակին չէր ներկայացնում եւ չուներ։ Մի մասը չուներ, մի մասը չէր ներկայացնում, մի մասը ուղղակի վստահություն չուներ, որ իրենից ինչ են ուզում, ու այստեղ դժվարություններ էր առաջանում կարիքների գնահատման հենց առաջի փուլում, բայց ես կարող եմ ասել մի բան, մեր 5 գյուղերն էլ որտեղ այրում քաղաքը եւ 4 բնակավայրեր, որտեղ շատ խիստ աղետը վնաս էր պատճառել, մեր վարչական կենտրոնները հրատապ աշխատել են գիշեր ցերեկ, պահանջված յուրաքանչյուր ձևաչափ աշխատել ենք ժամանակին ներկայացնենք, անկախ նրանից, որ կես ժամ հետո փոխվել է այլ պահանջա ներկայացվել, մենք հասկացել ենք, որ կառավարությունն էլ տեսնելով այս ձևաչափը համապատասխանաբար ոչ բոլոր կարիքներն է բովանդակում, դրա արդեն պահանջվում է մեկ այլ ձևաչափ, ուղղակի ստեղ նույնից եմ կրկնում փաստաթղթավորման, դուք նշեցիք, որ բնակարանների պահով, այո, բնակարանների պահովել խնդիր ունենք, որտեղ մարդիկ բնակվում են այն տարածքներում, որտեղ բնակության համար պիտանի չէր, այսինքն ամեն ոլորտում մենք ունեցել ենք փաստաթղթավորման խնդիր։ Նույնիսկ կենդանիների առումով մենք խնդիր ենք ունեցել, որտեղ սկզբից կառավարությունն ասում էր, չհաշվառված կենդանիներին մի գրեք։ Հետո գալիս էր մի պահ, որ մի մասով գրեք, այս չափորոշիչներով գրեք, կամ եթե մեկը աջակցություն է ստացել բնակարանի համար, այն մի մասով առայժմ մի գրեք։ Այսինքն, այսպես ասած, մոտեցումն մեթոդաբանությունը հստակ չէր, կարծում եմ իրանք էլ դժվար ճանապարհ անցան, քանի որ օգոստոսի 15-ին նոր ընդունվեց այդ որոշումները, 1268 օժանդակ, թե չեմ սխալվում, բոլոր այդ որոշումների մասով 13, չգիտեմ, որը տնտեսվարողների, նաև տնտեսվարողների պարագայում բավականին լուրջ խնդիրներ ունեցան, որտեղ կային չգրանցված տնտեսվարողներ, ովքեր եկել դիմումներ էին ներկայացրել, այսինքն իրենց բիզնեսը ընդհանրապես չգրված լինելով, մենք մարդկանց գույքագրումն արել ենք ու արդեն այդտեղ թիմներ խնդիր ունենում։ Այսպես խնդիրները բազմաթիվ են ու այդ խնդիրներից առնչվելով, լուծելով, իհարկե մենք փորձ ենք բերեցինք, ինչպես ասած, չկաչարիկ առանց բարիքի, դե աղայտը ինքը ահռելի էր, արագ էր, հրատապ էր, մարդկանց կարիքը ու մեկ-մեկ, երբ որ տարածքային մեզանից անտրամաբանական ինչ-որ բաներ պահանջում, արդեն մենք էլ չգիտենք ինչ անենք, կաղճիկներով խոսում ենք, զավեշտի ենք վերածում, որ արդեն չգիտենք էլի այս անտրամաբանական պահանջներին ոնց պատասխանենք, բայց մենք որդեգրեցինք մի որոշում միասին, որ ինչ էլ պահանջվի պիտի անենք, որպեսզի մեր բնակիչը փոքրիշատ է աջակցություն ստանա, ինչքանով ենք հասցնել չգիտեմ, բայց փորձել ենք յուրաքանչյուր պահանջ կատարենք կառավարության, մարզպետարանի, որովհետև այդ կարիքների, բացի կարիքների գնահատումը մենք այլ իրավասություն չենք ունեցել։ Աջակցության պահով, հաշվարկների պահով ընդհանրապես որևէ իրավական հիմքեր մենք չենք ունեցել, այդտեղ կառավարությունն ինքը պատվիրակել է այս կամ այն մասնագիտական կազմակերպություններին եւ նրանք արել են այդ կարիքների գնահատումները ու այդտեղ ես գիտեմ բազմաթիվ դժգոհություններ կան շատ օրինակ եթե մեր մեքենաների վնասված մեքենաների համար պատասխանատու էր մեր ՆԳՆ-ն ինքը չունենալով տվյալ մասնագիտական հմտություններ ինքը պատվիրակել էր, չգիտեմ, ինչ-որ ապահովագրական ընկերություն։ Հա, ինչ-որ կազմակերպության եւ այդ կազմակերպությունը ինքը մեր տուժած բնակիչների նկարների, ֆոտոնկարների ու այնպեսի մենք մի բնակչից 1000 հատ նկար ենք ուզում։ Այն էլ որ այդ բնակիչը աղետի պահին կարող է հեռախոս չլինի մոտը, մարդը ստրեսի մեջ լինի, չկարողանա նկարի եւ այլն։ Կամ մենք տեսել ենք նաեւ մարդիկ զորով են իրանց փրկում, ինչ էլ մնաց մի հատ նկարներ անեն։ Մենք իհարկե այդ ամեն ինչը պատասխանել ենք, ներկայացրել ենք մեր խնդիրները, որ
բայց մենք էլ պահանջում ենք 1000 հատ նկար, միջև ինչ որ մեկը իրենց բավարարում էր։ Ես ամենապրիմիտիվ բանն եմ ձեզ օրինակ բերում, ու նաև վարչական կենտրոններում այնքան պահանջը խրթիներ, արդեն մեր աշխատակիցներն էլ էին մտավախություններ, որտեղ անդադ մեր գլխին դամոկլյան սրի նման կախված էր, որ այ մարդ ճիշտ գրեցեք, բնակիչը խափում է, այդ կրիմինալ է, այնտեղ կոռուպցիոն ռիսկեր է, դուք այդ որ գրում եք ինչով եք հիմնավորվել, մի հատ թաղայինի հետ կապ ունեցեք, մի հատ թաղայինը թողասի, այդտեղումներ ինքը գոմ չուներ, միջև աղետներ այդ գոմը վնասվել, թե չէր վնասվել, ինքը այդքան խոզ ուներ, թե չէ, ամեն մի կարիքի համար մենք ստիպված պատասխաններ ենք տվել, իսկ այո, ամեն ինչի համար, այս դժվարությունների մասով, իսկ ինչ վերաբերում է, որ լորին ավելի տուժել, ես կասեի նոյեմբերյանն է տուժել ավելի, որովհետև նախ 2 զոհ ունեցանք, ցավոք, եւ մյուս պարագայում լորիում ես ինչքան որ հետաքրքրվել եմ, հասկացել եմ, այնտեղ ավելի շատ բնակարաններն են մարդիկ տուժել, իհարկե դա ահռելի ցավ է, ահռելի կորուստ է, բայց նոյեմբերյան համայնքի գյուղերը, բնակավայրերը տուժել են իրենց եկամտի աղբյուրներով։ Մարդիկ իրենց տարիների վաստակն են ոչնչացրել, ոչնչացել այսպես ասած, իրենց ապագա եկամուտն է, եկամտի աղբյուրներն են ցամաքել, ու նաև մենք խնդիր տեսնելով այգիների ու չգիտեմ այդ սխալ գնահատումների, որտեղ մենք սկզբից օրինակ մարդիկ հազարավոր տնկարաններ ունեն, հազարավոր մետրերով, ներկայացրել ենք որպես տնկարաններ, այսքան տնկիներով, հետո մեզանից պահանջեցին ոչ, դա այդքանը չպիտի ներկայացնեք, դուք ներկայացրեք, չգիտեմ, մետրով, անտրամաբանական, այսինքն ուզում եմ ասեմ, այդ ոչ կոմպետենտ լինելը նաև յուրաքանչյուր ոլորտում կար մոտեցում, այսինքն ինչն է խնդիրը, աղետը պիտի գնահատի աղետի մասնագետը, լինի դա տիմում, լինի դա որ օղակը որ վերցնենք, աղետի մասնագետը, մենք այդ ոնց որ գալիս է մարտահրավերային ժամանակաշրջան, երբ որ մենք ճիշտ մասնագետներ չունենք, մարտահրավերներին դիմակայելու համար, մեր բոլոր ունեցած մասնագիտությունները իրենց սպառել են, այլ մասնագիտությունների կարիք կա, ստեղ մեզ պետք է շատ կոմպետենտ, շատ պատասխանատու, շատ ճիշտը գնահատող մարդկանց խմբեր, նաև իհարկե ես ինչպես նշեցի առաջարկություններ եմ արել, նաև ներգրավել այդ հանձնաժողովներում անկախ փորձագետներ, անպայման, անկախ փորձագետներ, ովքեր որ կարող են իրենց մասնագիտական խոսքը ասել, չգիտեմ, դիտարկումները անել ու այդ ուղեցույցները ավելի ճիշտ մշակել, որտեղ դրանք ֆիզիկապես այնքան անվստահություն կար, որ վարչական կենտրոններում այդ աշխատանք գցում էին անպայման մեկի վրա, ով ավելի նվիրյալ է կամ ավելի պատասխանատու է, չգիտեմ, կամ գոնե անվախ է, չի վախենում, որտեղ անդադ օրինակ մարզպետարանց մեր հանձնաժողովի նախագահը անդադ մեզ վախացնում, տիկին, այդ որ դու գրել ես, դու մեզ տանում ես կոռուպցիոն ռիսկերի մեջ ես գցում, դու վստահ ես, որ այդ բնակիչ ճիշտ է ասում։ Իհարկե մենք վստահ ենք, որ մեր բնակիչը ճիշտ է ասում, որովհետև մեր բնակիչը շատ տուժել է, մեր բնակչի ծառերը ոչնչացել ու այսօր մենք ոչինչ չենք կարողանում անել, որովհետև մենք նույնիսկ մարզպետին գրություն առանձին գրություն ենք ուղղել հանձնաժողովի բոլոր անդամներից, որ խնդրում ենք գառնանկար մի հատ մեր նորից մեր այգիները վերանայել, որովհետև դուք ասում եք ձեր ծառերը չեն ոչնչացել, հետո կանաչելու են, եկեք տեսեք, որ ծառնա կանաչում ու նորից փոխհատուցում տվեք այս մարդկանց, որտեղ մենք ասում եմ, մենք ոչ մի իրավասություն չունենք, ոչ աջակցության, ֆինանսական հաշվարկներում, ոչ ձևաչափերի մշակման, օրինակ եթե մեզ այդ հնարավորություն տրվել էր, մենք երևի ավելի արագ այդ կարիքների գնահատումը, միգուցե բարձունակ ձևով, բայց գոնե վեր կհանեինք հրատապ, բայց անդադ սպասողական վիճակում ենք ելի, սա մի հատ կա, հետո սա գա, հետո սա գա, հետո սա գա, այդպես, դժվարությունները շատ ա եղել, բայց կարծում եմ, որ սա մեզ համար դաս էր, այո, դասեր կհասկանանք, բնակիչն էլ հենց առաջին օգնությունը եկավ աջակցության, ինքը արդեն մեզ վստահեց, սկսեց փաստաթղթեր ներկայացնել, մինչ այդ
Չգիտեմ, խափում էին մարդիկ, թե ինչ, ուրիշ փաստաթուղթ ուզում էինք, օրինակ հաշվի համար էինք ուզում, ուրիշի հաշվի համար, այնքան մեծ պատասխան են այդ բանը։ Ու մեզ էկոնոմիկայի նախարարությունը արդեն գլոբալ մի հատ խնդիր էր դառնում։ Դե արդեն դա Հա։ խնդիր է։ Սխալ հասցեատիրոջ հաշվի համարին։ Ես ամենապարզ օրինակներն եմ ձեր բերում, իհարկե բազմաթիվ էին խնդիրները, շատ բազմաբնույթ էին։ Օրինակ տատիկներ ունեին սեփականաշնորհման վկայական էին ուզում չէին ներկայացնում։ Հա, մտածելով պայմանավորված, Մտավախություն կար։ Հա, վստահություն չունեին, էլի մեր։ Հա, Օրինակ Ընկեր Փարսադանյանը մի մեծ ցուցակ էր անել, որ այսքան մարդ չի ներկայացրել, ասում են գիտենք, մի խնդրել ենք լիազորագիր կտակ, գոնե մենք հանենք վկայականը ներկայացնենք, որովհետև դա պարտադիր պահանջ է։ Պահանջ է, հա, փաստաթղթ։ հա, ու այդ արդեն աշխատանքները դժվարացնում էր, մենք էլ էինք ուշացնում, այնտեղ Դե տատիկներին հասկանալի է։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ Տիկինանայիդ, ընթացքում դեռ Հա, եթե շատ խոսեցիք կներեք, շատ արժեքավոր է, հենց դրա համար ենք հավաքվել։ Նաև ձեզ հետ առաջարկություններն ենք անպայման ուզում քննարկել, նաև ձեր կողմից արված դիտարկումները եւ առաջարկություն տեղ են գտել զեկույցում։ Նաև շնորհակալ եմ այդ փորձագիտական գնահատականների համար։ Հիմա ծրագիր երևի ներկայացնեմ ինչ է արվել, ինչ գումարների մասն է խոսքը, երևի ձեզ էլ հետաքրքիր կլինի։ Ուրեմն սոցիալական ծրագրերից առաջինը դա սոցիալական աջակցության ծրագիրն է, այս ծրագիրը համակարգել է միասնական սոցիալական ծառայությունները մեր գնահատականով, սա ամենաարդյունավետ, համեմատաբար արդյունավետ իրականացված ծրագրերից մեկն է։ Իհարկե պետք է երևի հավելյալ ուսումնասիրություններ դա ինչով է պայմանավորված, բայց այսօր քննարկման ժամանակ այսպիսի մի միտք ծագեց եւ ինձ թվում է սա առանց հենք չէ, որ սրա պատճառներից մեկը նա է, որ միասնական սոցիալական ծառայությունները ֆիզիկական մակարդակում մոտ են եղել աղետից տուժած քաղաքացիներին։ Դիմումների ներկայացում, հետադարձ կարծիքը, հետ արագ ստանալ պատասխան դիմումների փաստաթղթերի հեշտ է եղել քաղաքացիների համար։ բազա ունեին։ Այո, եւ անհամեմատ արդյունավետ է եղել միջոցառման մեկնարկից մինչեւ 24 թվականի սեպտեմբերի 30-ը ընդհանուր առմամբ ստացվել է 621 դիմում, դիմումների մոտ 80%-ը ստացվել է Լոռու մարզից, 20%-ը ստացվել է Տավուշի մարզից, եւ անշուշտ ոչ բոլոր դիմումներն են ընթացք ստացվել եւ հաստատվել, եղել են նաեւ մերժված դիմումներ, բարեբախտաբար այդ մերժված դիմումների քանակը շատ չի, բայց այնուամենայնիվ եղել է 7% մերժումներ են եղել։ Երբ միասնական սոցիալական ծառայությանը խնդրեցինք պարզաբանումներ տալ մերժումների հիմքերի վերաբերյալ, նշվեց հիմնականում խնդիրները կապված են եղել սխալ փաստաթղթերի ներկայացման, ընթացակարգերի, մի խոսքով մարդիկ ինչ-որ ինֆորմացիա փորձել են թաքցնել, սխալ փաստաթուղթ ներկայացնել եւ այլ, այսինքն բոլոր մերժումները այսպիսի տեխնիկական պատճառներով են պայմանավորված եղել։ Եվ այս ծրագրի շրջանակներում պետական հատկացումների ընդհանուր ծավալը մեր հետազոտության ավարտի պահի դրությամբ կազմել է 127 միլիոն 760 հազար դրամ։ Սրանից 4 միլիոն ուղղվել է աղետի զոհ դարձած ընտանիքների աջակցության տրամադրմանը, ըստ այդ ծրագրության միլիոնական դրամ տրամադրվել են ընտանիքներին, որտեղ զոհ է եղել, եւ բնակության համար նախատեսված փաստացի օգտագործված անշարժ գույքի վնասման հիմքով վճարվել է մոտ 40 միլիոն 610 հազար դրամ, բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործված շինության վնասման հիմքով վճարվել է մոտ 83 միլիոն 150 հազար դրամ։ Այն որ միասնական սոցիալական ծառայությունները քիչ թե շատ համակարգված ու արդյունավետ են գործել, խոսում է նաև մեր տեղեկատվության հարցումներին իրենց շատ արագ պատասխանելու եւ տեղեկատվությունը ունենալու հանգամանքով, այսինքն անմիջապես, հա, այդ զգացվում է, որ այդ ինֆորմացիան կա, հավաքագրված է, վերլուծված է, տիրապետում են, հիմքեր ունեն եւ այլ, այստեղ ավելի կոորդինացված ծրագրի մասին ենք խոսքում, ինչը որ ոչ բոլոր ծրագրերի պարագայում է այդպես եղել, հատիկ հիմա բոլոր ծրագրերին կանդրադառնանք։ Հաջորդ ծրագիրը դա ֆիզիկական անձանց աղետից տուժած ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրն է։ Ֆիզիկական անձանց պատճառված այս վնասների ողջ մասշտաբները պատկերացնելու համար մի քանի ուղղակի տվյալներ ձեր դիտարկման համար Տավուշի եւ Լոռու մարզում վնասվել է 25 բնակելի տարածք, ընդ որում սրանք արդեն վերականգնման ենթակա տարածքներ չեն։ Էական վնաս է հասցվել 244 բնակելի տարածքի, վնասվել է 155 սեփական տուն եւ 114 բնակարան
եւ 161 տրանսպորտային միջոց, ընդ որում տրանսպորտային միջոցները 100%-ով դրանք մասնավոր սեփականություն են եղել հանրային գույքին տրանսպորտների մակարդակով վնաս չի հասվել։ Այս ոլորտին հասցված ֆիզիկական անձանց հասցված վնասների եւ կորուստների հանրագումարում ծրագրի կարիքը ավելի շուտ գնահատվել է մոտ 33.2 միլիոն ԱՄՆ դոլար։ Որպեսզի բոլոր վնասները չեզոքացվեն եւ բերեն մեկնարկային վիճակի, այսքան գումար է անհրաժեշտ, ընդ որը դրա 0.99 միլիոն ԱՄՆ դոլարը միայն տրանսպորտային միջոցներին հասցված վնասի կարիքն է։ Եվ մենք խոսեցինք, որ պետության կողմից ընդհանրապես 127 միլիոն է այս ծրագրի շրջանակներում, փոխանցել, սա բավարար չէ փոխհատուցելու համար։ Հաջորդ ծրագիր դա ֆիզիկական անձին պատճառված վնասի փոխհատուցման, նույն ծրագրի շարունակությունն է, ոլորտին ուղղված պետական հատկացումները 1 միլիարդ 150 հազար դրամ է կազմում, եւ դրանից Տավուշի մարզին հատկացված գումարները մոտ 178 միլիոն 281 հազար են կազմում։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրենք, ժողովուրդ ջան, որ քիչ գումարներ չեն ծախսվել փոխհատուցման ծրագրերի շրջանակներում եւ կարելի է այս ծախսերից խուսափել, եթե այս գումարները ժամանակին ուղղվել կանխարգելման աշխատանքների իրականացման համար եւ այս ծավալները չէին կունենա գումարների տեսանկյունից եւ իհարկե մարդկանց վերապրած աղետ վերապրումները կարողանանք կանխել։ Եթե նշեցի, որ մեզ առանձնապես հետաքրքրել են Տավուշի տվյալները, երևի ձեզ էլ կհետաքրքրի, վնասվել է թվով 19 անհատական բնակելի տներ, Նոյեմբերյան համայնքում Այրումում 9, Բագրատաշենում 6, Դիլիջան համայնքում վնասվել է 4-ը, որից մեկը Հաղարսնում քանդվել է։ Առաջնային գույքի ու բնակարանի գնման վկայագրի համար հատկացված գումարը կազմվել է մոտ 89 միլիոն 702 հազար 900 դրամ։ Ոչ բնակելի շինություններին պատճառված վնասի համար ֆինանսական աջակցություն է ստացել 134 շահառուն, որից 9 Դիլիջան համայնքում, 125-ը Նոյեմբերյանում։ Վնասի փոխհատուցման համար ՀՀ կառավարությանց հատկացվել է 18 միլիոն 850 հազար ՀՀ դրամ։ Տավուշի մարզում տրանսպորտային միջոցներին քանակը 32-ն է կազմում։ Տիկին Անահիտը խոսեց, բայց ես էլ կուզեմ ասեմ, որ այս ծրագրի շրջանակներում երևի ամենաթափված ու ամենավատ համակարգված ծրագրերից մեկը դա տրանսպորտային միջոցների փոխհատուցման ծրագրին է եղել։ Շատ դժգոհություններ ենք հավաքել բնակիչներից այս ծրագրի հետ կապված, դա կապված է եղել ապահովագրական ընկերությունների, նույն մեքենայի, նույն տիպի վնասի պարագայում ապահովագրական ընկերություններից մեկը տվել է X վնաս է հաշվել, այդ նույն կարիքը մյուս կազմակերպությունը 10 անգամ ենթադրենք ավել կամ պակաս է գնահատել, սա իհարկե մեծ դժգոհություն է բնակիչների շրջանում, արդարացված դժգոհություն եւ շատերը նույնիսկ հրաժարվել են օգտվել ծրագրից, ուղղակի համարելով դա անհեթեթ գումարներ, փոխհատուցման համար եւ ընդ որում կառավարությունը եւ պետությունը չի ունեցել այս ծրագրի եւ ԱՊԱ ընկերությունների վրա որոշի ձև կարգավորելու մեխանիզմներ, Եվ խնդիրը եղել են, որ լուսանկարները ով է գործընթաց կազմակերպվել, բնակիչ է լուսանկարները ուղարկելու պահին ու այդպիսի դեպքեր են գրանցել, նույնիսկ չի իմացել ինչի համար է դա արվում։ Հետո մեզ հետադարձ տեղյակ պահեցին, որ եթե իմանանք սրա հիման վրա պետք է որոշվել վնասի չափը, ավելի պատշաճ ձևով կնկարեինք, ավելի ճիշտ անկյունից կնկարեինք, որ վնասը եւ կորուստը եւ այլ։ Մի խոսքով, այս ծրագիրը կարծում ենք ամենավատ համակարգված ծրագրերից մեկն է։ Ի տարբերություն նույն ծրագրի շրջանակներում իհարկե բնակելի տներին հասցված վնասի փոխհատուցման ծրագրերին, որը քիչ թե շատ էլի ասեցի համակարգված է եղել եւ այստեղ առանձնակի շատ դժգոհություններ կամ բողոքներ չենք հավաքագրել։ Մյուս ծրագիրը, որ մեծ դժգոհությունների այսպես տոկոսն այրի շուրջը համախմբում, դա տնտեսվարողների աջակցության ծրագիրն է։ Ոլորտին հասցված, բիզնես ոլորտին հասցված վնասը, այսինքն վնասի վերականգնման համար անհրաժեշտ գումարը հաշվարկվել է 6.27 միլիոն ԱՄՆ դոլար, էլի հսկայական գումարներ են, եւ այս ծրագրի շրջանակներում փաստորեն պետական հատկացումները ընդհանրապես կազմել են 181 միլիոն դրամ։ Ես կլորացված եմ ասում իհարկե։ Համայնքներից ամենաշատը տուժել է Ալավերդին եւ ամենակիչը Թումանյանը։ Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակներում ստացվել է 117 դիմում, 95-ը Լոռուց, 22-ը Տավուշից։
Տրամադրված աջակցության չափը Լոռու մարզում կազմվել է մոտ 136 միլիոն դրամ, Տավուշում 45 միլիոն դրամ։ Եթե տոկոսային համարժեքով ասենք, եղած վնասի ու փոխհատուցման հարաբերակցությունը ընդամենը 29% է, այսինքն հատկացումները, որ պետությունը արում է, 29%-ով է վնասը փակել։ Իհարկե դժգոհությունները բիզնես ոլորտում շատ են, բայց այսպեսի մի բան ենք ուզում նաև կարևորել եւ բարձրաձայնել եւ ականջալուր դարձնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, բիզնեսմեններին։ Միջազգային փորձը ինչ է ասում այս մակարդակում։ Միջազգային փորձը ասում է, որ բիզնես ոլորտում պատճառված վնասների փոխհատուցումը, ճիշտ ասած, այդքան է չպիտի պետության գործը լինի։ Բիզնեսների ապահովագրությունը պետք է կազմակերպեն իրենք բիզնեսները, ինչպես իրենց բիզնեսները ապահովագրելու միջոցով, ոնց անվում է հիմա ընդհանրենք տրանսպորտային միջոցներն եւ այլը, բայց այդ մշակույթը Հայաստանում ցավոք սրտի չկա եւ հատկապես մարզերում չկա։ Պարզ է բիզնեսներին հասցված վնասը չես համեմատի անհատին հասցված վնասի հետ, այնտեղ միլիարդների վնասների մասն է գնում եւ պետությունը մեծագույն ցանկության պարագայում անգամ չէր կարող ամբողջությամբ դա հոգալ եւ ավելին ասեմ, այն ինչ որ արվել է, կարծում ենք դրական միտում է եւ բիզնեսները նաեւ իհարկե դժգոհությունները շատ են, բայց ել եմ ասում իր պոզիտիվ պարտականությունների շրջանակներում պետությունը այսպիսի պարտականություն ցավոք սրտի բիզնեսների առաջ չի կրում։ Այլ բան, որ պետությունը ենթադրենք ուրիշ աշխատանքներ կարող էր անել բիզնեսներին ապահովագրելու համար։ Չգիտեմ, այնպես աներ, որ սելավատահերը նորմալ վիճակում գտնվեն, այդ հեղեղումները չլցվեն բիզնես տարածքները, ենթադրենք, հա, այլ կերպ կարող էր աջակցել բիզնեսներին, բայց կոնկրետ բիզնեսի կրած եկամուտների վնասների մասով պատասխանատվություն չի կրում։ Ըստ Տավուշի մարզպետի աշխատակազմի տրամադրված տվյալների, սա արդեն գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի մասին է, ընդ որում խոսք եղավ, որ գոհունակության տեսանկյունից բնակիչների կողմից ամենագոհունակություն հայտնող ծրագրերից մեկն է, հիմնականում բավարարված են այն աշխատանքներով, որ արվել է։ Բնակիչները բարձրաձայնում են, որ անգամ հույս չեն ունեցել, որ մեկ ծառի չափով փոխհատուցում կլինի կամ վնասի արձանագրում կլինի, որտեղ նախկինում այդպիսի բան չի եղել։ Ամենաթեթև աղետների դեպքում անգամ աջակցություն չի եղել պետությունից։ Իհարկե, այստեղ են խնդիրներ եղել, կրկի դիմումների ներկայացման հետ կապված, մի ձևաչափեր, հետո անցում են կատեր երկրորդ ձևաչափերին, քաշքշուկ անխուսափելի է եղել, էկոնոմիկայի նախարարությունը մեզ տեղեկացրեց, որ նաև եղել են որոշ տվյալներ կեղծելու փորձեր, կեղծել, մարդիկ փորձել են այլ ծրագրերից շահառու լինելու հանգամանքը թաքցնել, այսինքն այս ծրագրերի շրջանակում միայն մեկ ծրագրով կարող է շահառու լինել։ Մարդիկ փորձել են մի քանի ծրագրի շահառու դառնալ, դա մերժման հիմքերից է եղել, բայց եւ այնուամենայնիվ Տավուշի մարզպետի աշխատակազմի տրամադրված տվյալների մարզում տուժել է 307 գյուղացիական տնտեսություն, որից 292-ը նոյեմբերյան համայնքում 15-ը Դիլիջան համայնքում փոխհատուցման հատկացած գումարը մինչ այժմ կազմում է 48 միլիոն 650 հազար դրամ։ Վնասվել է 20.7 հազար ծառ, 278 թռչուն, 60 գլուխ խոզ, խոճկոր, 74 մեղվափեթակ, 8 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Այս ոլորտին հասցված վնասը ամբողջությամբ կազմում է ընդամենը 19 միլիոն ԱՄՆ դոլար, ընդամենը լավ էր, էլի, իբր թե շատ փոքր գումար է։ Իհարկե փոքր տոկոսով են գումարները, բայց եւ այնեւ ներկայացվել սրան հաջորդում են ճիշտ ասած մեր առաջարկությունները, բայց ես կուզեմ, քանի որ այստեղ հասկանում եմ նաեւ ներկայացնում ենք համայնքապետարան եւ այլն, եթե այս ասվածի հետ կապված առաջարկություններ, դիտարկումներ, կողական պարզապես ձեր փորձով կարող է կիսվել, սա արժեքավոր կարող է լինել, որտեղ այն խնդիրները, որոնք հնչեցրեցինք, սրա վերաբերյալ նաեւ քաղաքացիներին կուզեմ արտահայտվեն, էլի, ասվածի հետ համաձայնություն, անհամաձայնություն կամ միգուցե դիտարկումներ, որ մենք բաց ենք թողել, որտեղ մի ուսումնասիրությամբ չես կարող ամեն ինչ փակել։ Ուրախ կլինենք նաեւ այդ դիտարկումների համար։ Խնդրեմ։ Ես կուզեի ջեի հացի ընդհանրապես որ դա պետք է առաջարկի դիտարկի որպես քաղաքաշինության պետական կոմիտեի խնդիր եւ քաղաքներում չի նորմալ իրականացվում եւ ջրատարներում նախկինում ավելի շատ ծավալի ջուր է հոսել, բայց այդպես մեծ չափի վնաս չի տվել։ Տեսանյութերը նայել ենք, մի ցիստեր է գալիս ու
այդ կամուրջները հիմնականում է ցիստերնա քանդում։ Այդ մասին բայց չգիտես ինչի լուրեն, պետք է ջրի ճանապարհը միշտ ազատ թողնվի, որովհետև ջուրի ճամփեն մեկը ինքն է կառուցելու, բայց լավ կլինի որ դրա ճամփեն չփակեն, ընդհակառակը, հա, դեպետի հունը պետք է միշտ ազատ թողան, իր հորթառատությամբ արարքից ավելի հորթառատ է դեպետը, բայց ու շատ կար ժամանակահատվածում գառնան գլուխ, հա, տեղումները լրիվ այդ տեղումների հետևանք են, ու պետք է դեպետի հունը հիմնականում ազատ լինի, որ մենք նման վնասների առաջ չկանգնենք։ Ես ուզեմ նաև ձեր համայնքին այս հարցը հնչեցնել, Ջևան հարցին պատասխանեց։ Լավ ունեցանք այս աղետը քաղված դասերի հիման վրա, հիմա գարնան շրջանա ու գարնանային վարարումներն այս պահին ինչա արվում, սա մեծագույն դասեր, ես խոսքից մեջ նշեցի, որ բնական աղետների նկատմամբ ցավոք սրտի Հայաստանը իր աշխարհագրական այս ռելիեֆով պայմանավորված եւ այլը սարսափելի մեծ խոցելիություն ունի եւ ամեն րոպե, ամեն վայրկյան դժվար չէ ակնկալել կամ սպասել նոր հեղեղումներ, նոր սողանցքներ, նոր հազար մի, չգիտեմ, ջրածածկումներ եւ այլն։ Այդ քաղված դասերի հիման վրա ինչ է արվում, եւ արվում է թե չէ։ Ես կուզեմ եւ համայնքի դիրքորոշումը լսել, հա, արված եւ պետական մոտեցման մասին, եթե դրանք հասարակ նույն այդ տարբերակը գետի հունը որ փոխվել է, ոչ մի աշխատանքներ չի արվում։ Համայնքին դիմեցին, համայնքը պատասխանեց, որ այդ տեխնիկան որ պետք է, որ այդ գետի որ հիմա փոխվել է, հունը այդ տեխնիկան չունի, դա պետք է ասենք պետությունը։ Ես ուզում ասեմ, եթե հարցը վերաբերում է գլոբալ խնդիրներին ենթակառուցվածքային, այստեղ էլ մենք իրավասություն չունենք, տարածքային նախարարության հետ համատեղ ջանքեր են գործադրում։ Հիմա ասենք դիմել ենք միջազգային գործընկերներին, երկու մեծ մեքենա ենք սպասում, այսինքն խնդիրներից ելնելով մենք դիմում ենք գործընկերների, ծրագրեր ենք ներկայացնում, հիմա ոնց որ գրանտով երկու մեծ մեքենա ենք սպասում, նման քայլեր ենք անում, որտեղ բյուջեի վրա հույս դնել, դառնումով գիտեք, որ հնարավոր չի, արդեն հույս ենք դնում միջազգային գործընկերությանը, հայտարարված գրանտային ծրագրերին, արդեն այնտեղ մեր կարիքներից բխող պահանջներ ենք ներկայացնում, ես գիտեմ, որ եւ աղբատար եւ երկու հզոր մեքենա ենք սպասում։ Բայց համայնքի պրպտումները այո, մեր պրպտումներով, ասենք, օգտվելով միջազգային գործընկերության առաջարկներից դիմել ենք, մենք էլ ենք տեսել, որ աղետը, բայց այն որ կամուրջներ սարքելու մենք այդ իրավասությունը չունենք, այո, այստեղ պետությունն է իր խոսքը ասում, իր նախագծերն անում, ինքը ինչպես է անում, այդ արդեն մենք կողքից միայն պիտի աջակցենք։ Ես կուզենայի մի փոքր էլ անդրադառնալ տնտեսվարողներին, եթե թույլ կտաք, տնտեսվարողների առումով ստեղ էլ իհարկե պետությունը սխալ չի մոտեցավ այս հարցին, որտեղ անկախ նրանից որ տիմի օգնությամբ կարիքներ գնահատվեց, տնտեսվարողների ուսումնասիրությունները կատարվել են հարկային տեսչության կողմից, անդադ ներկայացուցիչներ ուղարկվել են, այնտեղ ընթացակարգով նաև իրանց ուսումնասիրությունները գնացել է քաղաքաշինության կոմիտե, այնտեղ էլ ուսումնասիրություններ են արվել, թե ինչ մեթոդներով են անում, իհարկե մենք իրազեկ չենք, ուղղակի ենթադրում ենք յուրաքանչյուրս, որ իմ կարծիքով նայում են նաև որպես հարկատու կազմակերպություններ, չգիտեմ, որպես գործող կազմակերպություններ, դեռ մենք դիմումներ ենք ստացել նաև շատ կներեք 1000 տարի դադարեցրած բիզնես, տնտես, ասենք ինչ որ թվի գրանցված մարդը, բայց գիտենք, երբ որ թաղայինը ասում է արդեն ինքը 10 տարի է, այդտեղ գործունեություն չի ծավալում։ Վնասա չէ կրել։ Հա, չէ, դե վնասա կրել արդեն ինքը որպես ֆիզիկական անձ է վնաս կրել, բայց ինքը որպես տնտեսարող, այսինքն այդտեղ մենք ընդհանրապես առաջին կարիքների գնահատումն ենք անում։ Հետագա կարիքների վերհանումը արելա հարկային մարմինը։ Ասենք տնտեսվարողների բարակայում դա ինչ վերաբերում է նկարներին, Արփինե ջան, որ դուք նշեցիք, այո, ինչքան հնարավոր է մենք բնակիչներին իրազեկել ենք, որ անպայման նկարները հենց դրա համար են, որպեսզի ձեր
տուժած վայրը իրը եւ այլն բարձ Երևան։ Ես նաև առաջարկել եմ այդ հանձնաժողովի կազմում կամ հրատապ աշխատանքային խմբի կազմում հոգեբան ներկայացուցիչներ ունենալ, որովհետև իսկապես մարդիկ պատրաստ, եւ ստրես են տանում, եւ վստահ չեն, կամ այսպիսի օրինակներ նաև մենք ակնառու եղանք, երբ որ կամավորները կամ համայնքապետարանը մեքենաներով գալիս են, որ ինչ որ բաներ մաքրեն, օգնեն, բնակիչ էր պահի սենց կանգնումա, կաշկանդված կանգնումա, չգիտեմ։ Այսինքն ոչ մեկս պատրաստ չենք։ Բնակիչն էլ հոգեբանորեն պատրաստ չի աղետին, դուք ճիշտ ասիք, մեր երկիրը բոլոր տիպի աղետները ընդհուպ ցավոք նաև պատերազմը իր վրա կրող երկիր է, սկսած երկրաշարժ եւ այլն, հիմա էլ ջրհեղեղ տեսած չենք, պլյուս եղավ ջրհեղեղը։ Ուրեմն մեր խնդիրը մեկով ավելի շատանում է։ Ինչ վերաբերում է մեքենաներին, մենք սպասում ենք, որ մենք հզոր մեքենաներ ստանանք, չգիտեմ երբ կգան, եւ աղբատար մեծ մեքենաներ եւ ինչ որ գործեր անող մեծ մեքենաներ, չէ GPS-ն ասում ինչ են ասում։ Այո։ Ինչ որ տենց, հա, ինչ որ տենց բաներ։ Հա, ինչ որ այդպես քանը կարող եմ ասել։ Կան այլ արտահայտվողներ։ Օրինակ, գիտեք, օրինակ մենք այս պահին խնդիրներ ունենք, էլի գրանցված թղթաբանության հետ կապված տների մարդիկ վնասը կրել են, թղթաբանությունները ճիշտ չեն, օրինակ մարդ ունենք Գերմանիայի տանտերերը, այդ մարդիկ այս պահին չեն կարողանում վերադառնալ իրաց տուն, տան վերանորոգում կակրոս տուժած ընտանիքներ ունենք, թղթաբանության խնդիրներ ունենք, ու այս մարդիկ չեն օգտվում աջակցությունից, կառավարից, տների պահով, էլի։ Բայց դիմում են անգամ հեռավար, այդպես հեռավորությամբ։ Հնարավորություն մենք ստեղծեցինք, բայց մի հոգի դիմեց, նա էլ հետո ասեց, ես չեմ կարողանում ֆիզիկապես ներկանամ, այնտեղ ֆիզիկապես պետք է ինքը ներկայացել էր, ինչ որ խնդիրներ կար լուծելու կադաստրի հետ կապված, չգիտեմ ինչ էր, ինքը չեկավ ու հրաժարվեց այդպես։ Հա։ Մենք հաստատքների հետ նույնց է եղել, չի այդ ամենուց մի մակարդակի վրա է, համար ասենք չընդունվեց բնական, որ հաստատքներ ասենք չկա, դեռ չի ձևակերպվել։ Ու հետո ես խորհրդակցեցի մեր ծանոթ ասենք չափագրումների համար, որոնք նախեն փակել էր այդ ծրագիրը, այդ նախագծով արդեն այդ ծրագիրը փակված էր ու ասա ավելի նոր դա քաշքշու կարիներու ընդհանրեն ասենք ժամանակի կորուստ լինելու, որպեսզի այդ տարածքները պետականորեն հաստատվեն։ Դրա համար ճիշտ ասած ընթացք չտվեցինք ու կանգնեցինք, այլապես հա Չէ, այստեղ է եղել, թղթաբանության խնդիր ենք ունեցել, բնակչության իրանք չեն կարողանում օգտվել, հա, աջակցությունից հա, բնականա մենք չենք կարող օգտվել, նմանատիպ խնդիրն է, հա, մեզ մոտ արդեն այսինքն իրավական, փաստաթղթերի իրավական մասը ապահովելու խնդիր է դրել։ Իհարկե ես չեմ ասում, որ դա ինքը ամբողջությամբ դրական է, որտեղ մարդը եթե դուժել է անպայման պիտի փոխհատուցի, բայց ինքն էլ իր նպատակն է դրել, էլի։ Ասենք, որտեղ մենք գիտենք, որ մենք ամբարտաճանա չենք։ Ես ինքս էլ մեր տան համար կան թղթեր, որ դեռ չունեմ, օրինակ։ Գիտեմ դա ամբարտաճանության պատճառով այդ ամբարտաճանությունը հանեն մի որոշ չափով աջակցություն տրամադրեն։ Այս էլի աղետից դուրժացա, չէ՞։ Տիկին Գավարյանը եւ Այդանքեն մեծ վնաս են կրել։ Հա, երկուսն էլ ես գիտեմ իրանք կարիքները իմ մոտ դեռ բազայում կա, լրիվ գրած։ Այս խնդիրը ունենք մենք այս թղթաբանության հետ։ Իսկ դրանք լուծելի փաստաթղթերը կարգի բերելու շանսեր կա, թե դա ինչ որ մեր ընթացքի մեջ չգիտեմ։ Ժամանակը տվել են, բայց չգիտեմ մենք այդ ժամանակին կհասցնենք, թե չէ։ Մեր ընթացքի մեջ է։ Այս խնդիրը ունենք։ Հա, ես եկել եմ դիմումը գրել եմ այս մի տարվա։ Ճիշտ է կարել։ Ճիշտ է, կարծում եմ կվերանայվի, որ հասնենք արդեն հունիս։
Թեմայից երբ Վերջը ինչը հուլիսը վերջին ժամկետն է այդ տարիներում։ Հիմա պետք է մենք հասնենք մեր ուղարկված անախարարություններ, հիմա չգիտեմ մենք այդ վերջ ժամկետին կհասցնենք թե չէ։ Հա, այսպես խնդիրներ են ջան, որ նենց արել են։ Օրինակ իրավաբանական անձինքեր ունեինք, Հա, իհարկե խոսեցիք։ Տեսեք, մարդը վնաս է կրել, ռեալ, գնացել ենք, մենք իր տարածքը տեսել ենք, հանձնաժողովը չի եղել, բայց վարչական ղեկավարի հետ տեսել ենք, ընդեղ ունեցել է տեխնիկական սարքեր, փչացել է, բայց կառավարության, էկոնոմիկայի նախարարության այդ ստանդարտ, այդ ինչ ասվել է, չէ՞, ոչ մի բանը չի համապատասխանում։ 10 տարի է չի գործում։ Շինությունը կա, սեփականաշնորհման վկայական շինությունը չի երևում։ Ու այս ամեն ինչը չկա, մարդը չստացավ որևէ աջակցություն։ Այդ տենց 3 հոգի դա էլ առաջարկվել, որ ես դա էլ եմ առաջարկել, որ ձևաչափերը լինեն խիստ անհատական։ Այնքան լավ կլինի։ Որտեղ հիմա օրինակ այս էլ ասեմ, ընդհանուր ոնց ասիկ այդ ընդհանուր այն սկզբի գրել ենք դիմումներ ներկայացրել ենք, թեկուզ մենք մեղուները այդ առաջի այդ փաթեթում մեր մեղուներն էլ գրված է եղել։ Հիմա վերջում ինչ որ պահանջել են, դե տարածքը հողամասը գտնվում Արջիսի տարածքը։ Ես որպես այրումի բնակիչ եմ, բայց տունը այդ ամեն ինչը գտնվում Արջիսի տարածքում։ Իրանք էլ այդ Արջիս գյուղում, որ ընդամենը հողերն է վնասվել, հաշվի չի առել գյուղապետը, որ տեղ մեղվել է։ Դե մեղվել, մեր մեղում չի գրվել, բայց իմ առաջի դիմումում, որ ես ներկայացրել եմ, ինչ Ձեր առաջին դիմումում կա, իմ բազան էլ կա։ Ես դրա իմ բազան դեռ պահպանվել։ Հա, բազան դեռ պահպանվում է։ Հա, այս sense Ես դա էլ եմ ասել, հիմք ընդունեիք առաջի բազան, որտեղ մարդը եկել է դիմում ագրել, դուք այդ բազան հիմք ընդունեիք, հետո գնացեք, վերահսկեք, տեսեք, եթե ինչ որ բան տեղը չի, այդ ինչ որ բանը դուք անեք։ Բայց առաջի բազան պետք է հիմքեր Մենք հույս ունենք դեռ որ մարդին։ Հա, դեռ էլի մեր աջակցությունը փուլային դեռ ուժի մեջ է։ Քանի որ մենք դիմել ենք մարզպետին, մեր ծառերի համար, մեր բնակիչների, ու այստեղ մի խնդիր էլ կա, եթե թույլ կտան բնակիչները նաև ես ու եթե ուզում ենք օրինապաշտ աշխատենք, այսպես ասած, ըստ կառավարության, իրենք միգուցե ճիշտ են, գյուղատնտեսության օրենքներով, չգիտեմ, ես մասնագետ չեմ, այնտեղ երկու ծառերի, ասենք հիմնական մեր բնակիչների մոտ այդ հատապտուղներ, բանջարաբոստանային կուլտուրաներ տուժել են ամբողջությամբ, վնասվել է ամբողջությամբ, որոնք մեր բնակիչների առաջին եկամուտի աղբյուրներն են, էլի, ասենց շրջանառու միջոցներ են, որ շուտ իրանց եկամուտ են բերում, բայց կառավարությունը գյուղատնտեսության մեջ այդ օրենքներով չի ընդունում ծառերի մեջ դա ունենալ։ Մենք դա էլ շատ լուրջ խնդիր ունեցանք։ Մենք ներկայացրեցինք, Մենք բաների դա կարևոր, բայց արձանագրումը, հա, մենք ծառերի մեջ, մենք գնացել ենք, տեսել ենք մեր բնակիչների այդ վնասը եղել է ծառերի մեջ, իրանց ունեցած բանջարաբոստանային կուլտուրաներով եւ այդ չգիտեմ դա։ Հա, եւ այլն, այդ մալինանա, ձեր ասած հատապտուղներն, բայց կառավարությունը չընդունեց դա չընդունեց, որովհետև գյուղատնտեսության օրենքներով այդպես չի, եթե ինքը, բա այս ոնց ասում է, այսքան քառակուսի մետր տարածք ես ասում, այսքան ծառով, ես յուրաքանչյուրի համար պատասխան եմ տվել, դրա համար գիտեմ, այսքան ծառով ու ասում ես, այսքան էլ հատապտուղ ունեմ, դե ես ձեր սեփականաշնորհման վկայական։ Հա, ու ասում եմ, ծառերի դրանում էլ էլի պետք է գայնային, չեկա, եկել են, նույնիսկ մարզպետանից եկել են, տեսել են, որ մենք ճիշտ ենք ասում, մարդը ունի իսկապես, դա ունեցել է ու վնասվել է, բայց ասում է օրենքի շրջանակներում չի ծառերի մեջ ունենալ դա, դուք դրա իրավունք չունեք, բայց մենք հասանք նրան, որ գոնե ձևաչափի մեջ դա մի փոքր նշվեց։ Եթե կհիշեք, նաև նշվեց, որ դուք, ասենք, բանջարաբոստանային այսքան քառակուսի մետր տարածքներ ունեցել եք։ Գոնե հասանք դրան, թե կառավարությունն էլ ինքը սխալ չի։ Ասում է, այսքան տարածքում ունես 50 ծառ, բա այդ քո հատապտուղները որտեղ ունես։ Բայց մինչև ծառի, Չէ, բայց անգլիական մարզի տարածքում այդքան հող ունեք դուք։ Հա,
Գիտենք։ Այսինքն կասկածահայտնում։ Կասկածանքները մենք մեր վարչական կենտրոնում երևի հզոր աղջիկները աշխատեցին այս թղթերի վրա, որտեվ այդ անընդհատ այդ վախը մեր մոտ կար։ Այդ դուք ուզում եք անպայման գնաք նստեք, այդ որ դուք գրեցիք դա ճիշտ է, չգիտեմ, դուք ինչով եք համոզված, որ բնակի ճիշտ է ասում։ Եվ այլ միգուցե իրանք էլ սխալ չէին։ Այստեղ էլի եմ այդ վստահության խնդիրը, որ բոլորս մենք կրթվենք, բացի դրանից, Արփինե ջան, հիմա ասում ենք աղետների ռիսկերի չգիտեմ, այդ պլանը բոլորս է գիտենք, թղթի վրա գրած մի բան է, մեկը մեկից նկարելով այդ պլան ունեն, որովհետև պարտադիր պայման է։ Բայց եկել է ժամանակը, որ յուրաքանչյուրս ունենանք անհատական մեր համայնքի կարիքից, աղետից, կանխարգելող, խոցելիության տեսակետից, բայց պլյուս դրան կանխարգելման ռազմավարություն էլ մենք պետք է ունենանք։ Հիմա աղետը պրծել է, մենք նստած սպասում ենք թազա աղետի։ Թազա աղետի, ես դա այս տպավորությունն եմ ստանում, անկեղծ եմ ասում։ Թազա աղետ է, որտեվ եթե կառավարությունն ուզում ատիմ այս ուղղությամբ աշխատել, սրա վրա պետք է ֆինանսներ ուղղել։ Ոչ մեկը օդից ոչ մի բան չի աշխատում։ Այո։ Եթե ուզում այս ուղղությամբ թիմը աշխատել ոչ թե գրողի դերում լինի, հանձնաժողով կազմողի, գրողի, այն էլ որ հանձնաժողովը մասնագետ չի։ Հետո բարարելը մաման կարող է լիտում հասնի։ Խնդրեմ, ճիշտ ասում։ Մարդ եկավ ասավ, գետ ուղղակի բարարել է։ Բայց մաման ճիշտ է։ Մաման արդեն մի անգամ այդ հարց բանա։ Բարթան կարող է նորից, կարող է ավելի կարող է որովհետև կողքի բաղը լրիվ ամբողջությամբ մեզ ասում են հաշվառված կենթանիները գրեցեք, ես նախարարության հետ ծանոթ ունեմ, զանգում եմ, ասում ժողովուրդ ջան, հաշվառումը հունվարից հունվար է։ Հունվարից հունվար է։ Մարդը ավելացել է պակաս։ Ընթացքը մարդը խոզարել, հավարել, հասցրել չի։ Բայց մենք այդ Հետո 4 հատը գրածեք չէ։ Հետո արդեն ձևաչափի մեջ ավելացնում են հաշվառված եւ ոչ հաշվառված։ Այդ էլ արդեն էլ չենք հասցնում ոչ հաշվառված, որտեղ բնակի չի տեղեկացրել, որ ես ունիմ այսքան ոչ հաշվառված։ Մեկ ճշտում Տիկին Աննա, փաստորեն այդ չհաշվառված անասունների մասով էլի փոխհատուցում չի եղել։ Եղել է, բայց չէ, եղել է քիչ գումար։ Եղել է, ավելացրին ձևաչափի մեջ, դա ավելացավ։ Այդ որ խնդիրը բարձրացին, որ ծառերի մեջ է ձեր ասած, սկզբից հանել էին, որ այդ որտեղ է, բայց քան քառակուսի մետրի վրա այսքան ծառա, դուք սխալ եք ասում, ճիշտ չեք ասում, որ Բանջարեղենի համար է տվել։ Չէ, ես որ գնացել էի արտիս հետո չեն տվել, չեմ հիշում, չեմ հիշում։ Ամենայն դեպս այդ խնդիրը մենք ներկայացրել ենք արդեն, որ արանքում համեց սիրով, ես մենք ունեցել, ինչպես ժամանակահատվածում իրանք են բան ասලා որ բանկում է ձեր վարկը հարցում են արել ճշտել, ասել եմ այսքան գումար ունենք, բայց այդ բանը հաշվի չեն արել վարկային բանը, ճիշտ ասում։ Հա, գումարը տվել են, ճիշտ ասած վարկն են փակել, բայց այ գումա ոչինչ չեն կարած անել։ Իսկ թե ինչի մար են նշել այդ բանը, ճիշտ է։ Ճիշտ եք ասում դուք։ Իրանք հարցում են արել, տեղել են որ չեմ խափում։ Ամեն նորից ճշտում եմ, դուք ունեք վարկ, հարցում են ձեզ կատարել, դուք հաստատել եք, որ ունեք վարկ։ Հա ճիշտ է։ Մեր արձանագրությունների մեջ, բացի Այո, այդ ձևաչափի մեջ կար նաև տեղ, որտեղ վարկերը նշվում են։ Ճիշտ է, լավ հիշեցիք։ Նշկա չեմ տված գումարից, ասենք այգեն վերականգնելու համար, բայց դեպ ասի որ վարկն էլա նշվել մեջին, վարկը փակեն, որպես տոկոս չգա։ Ահա։ Ու բանը։ Այդ վարկի հիմա ոչ մի բան է, դե չգիտեմ, եթե վարկը հաշվի են արել, որ վարկը է տգալ անձը, բայց բան չի դարձել։ Այդ վերականգնումը բաց է մնացել։ Բաց է մնացել, հասկացա։ Վարկի մարում եք արել։ Այո։ Դե չեմ խափել, գումարը ոնց որ կա ճիշտ է որ բանկում այլել, իրանք նույնիսկ հաշվի համար չեմ կներկայացրել, իրանք հարցում են, դե այդ հաշվի համար գրածա մեջին, թղթի մեջին գրած էր այդ հաշվի համարը։ Հարցում են արել, չեմ խափի բնականաբար, հա, դեսը հա, այդ փողն ստացել եմ վարկս Փակել եք ժամանակահատվածում աշխատել, կրճատվեցի, թե թոշակառու են։
Դե հիմա ճիշտ ասած հնարավորություն չունեմ, որ վերականգնեմ այգիս։ Ես даже չէի ուզում նկարել։ Ես մեր տունը սա գետը, այդ մեր տունը գետը սենց հոսում է։ Ես չէի ուզում նկարել այդ բանը։ Հենց այդ հոգեբանական վիճակն է, ասում եմ, մարդկանց այս հոգեբանական վիճակում դուք նկարներ եք ուզում, վիդեո եք ուզում, ֆիլմ եք ուզում։ Ես բացում ասեի, ոչ նկարեք, ոչ նկար, ոչ մի տեղ չերևա, կարելի է գնել ես։ Անհարմար ազգում արտել է նաև։ Օրինակ դուք Արփինե ջան լավ այս եզրակացությունը լավ եք աշխատել, ամեն տվյալներ նշված են, բայց օրինակ էլի այս նման օրինակ աղետ չի եղել։ Մեր մոտ ճիշտ է այրումը շատ դժվար է, միշտ կարկուտ ենք ունեցել, սելավատարերի հետ կապված հեղեղել ենք ունեցել նույնիսկ այրում քաղաքում, գիտեք 11 թվին մեծ այս հոսք եղավ, այս ժայռը իջավ ներքև էլի մեծ կորուստներ ունեցան, բայց այս նման աղետ քիչ մակարդակով գետը բարձրացել էր, հարակից տարածքները ողողել էր, բայց այս տրամաչափի չէր եղել։ Հիմա օրինակ ամեն անգամ փոխհատուցման կարգով ժողովուրդը այնքան կասկածում են, ասում են մեկը գրենք, չգրենք, իհարկե արտադրություն է լինելու հերիք։ Ոչ փաստաթուղթ են կարող ապլված, ազելա մեջ։ Այսպես լավ իսկապես գրել են, շատ մարդիկ էլ ունենք, շատ որ ոչ ներկայացել են։ Հա, ոչ էլ դիմում գրեցին։ Ինչքան խնդրում են, կայանամերձ Իրանց որոշումն է, հա։ Հսկա շենքեր կան, պիտանի էլի, ավտոտնակներ են, մեջը կարգով, սարքով, փչացած, հեղեղված, շատ չեն առհասարակ նույնիսկ քաղաքապետարան չեն եկել։ Ես մարդկանց օրինակ ասում եմ եկեք գնանք դիմում գրեք, էլի եկեք գնանք դիմում գրեք։ Իրանց խնդրում եմ որ դիմում գրեք, որ հասկանանք ում է վնասվել, բայց այսքանից հետո տեսնում ենք որ 20 հոգի, 40 հոգի նույնիսկ չի ասել իր այդ հեղեղի մասին։ Վստահություն չի եղել։ Հենց ես դրա համար եմ ասում, վստահություն չի եղել։ Արդեն որ տեսան, որ այ տեսեք ինչեր է կատարվում, արդեն նոր բարձրացնում են իրենց հարցերը, արդեն մենք վստահություն չունենք, մենք էլ էլի բարձրացնենք, չէ՞ չբարձրացնենք։ Ես մենակ մի բանում վստահ եմ, որ կառավարությունը ինչ որ արավ, ասենք ես հետո վերլուծեցի, տեսա իրավական մասով էլ ինքը սխալ չէր եւ այլն, ասենք ճիշտ քայլերը նկատեցի։ Ու միջև դեկտեմբերի 31-ը ընդհուպ մարդիկ շատ պատրաստական էին, որ անպայման փոխհատուցման վճարները տան։ Այդ ես իմ աշխատանքի մեջ զգացել ենք, որ իրենք իսկապես ուզում են աջակցությունը տան, ուղղակի մենք էլ պետքա պատրաստ լինենք, մեր փաստաթղթերը տեղին լինի, մենք էլ դիմակայուն լինենք, յուրաքանչյուրս մեր ոլորտում կանգնած լինենք, ու սխալներից չվախենանք, այս սովորենք, ոչ էլ կոռուպցիոն ռիսկերից վախենանք, դեվ մեր մոտ իսկապես մի քանի անվախ աղջիկ կային, որ իրանց թույլ տվին ինչ-որ թիվ գրել։ Մնացած բոլորը վախենում էին, որ իրանք հետո այս թվերի համար պատասխանեն։ Ճիշտն ասած ինքնանպատակ չի եղել այս ուսումնասիրությունը եւ հարցային չէր, որ հավաքագրել տարբեր կազմակերպություններից, ինստիտուտներից գումարները, ֆինանսները եւ այլն։ Վերջին հաշվով ել եմ նշում, այս ուսումնասիրությունը ավելի հեռահար նպատակ ունի ձևակերպել լուծումներ, ինստիտուցիոնալ լուծումներ, այդ փոխհատուցման ծրագրերը շատ լավ է, բայց շատ ավելի լավ է, երբ չկա աղետ, փոխհատուցման կարիք չի առաջանում։ Եվ այս աղետից քաղած ամենամեծ դասը պետք է լինի, ինչ անեն ամեն մեկը իր տեղում, որպեսզի կանխեն, կանխարգելեն վաղ փուլում դեռևս մեղմեն աղետի առաջացման ռիսկերը։ Այդ շրջանակներում առաջարկությունների բլոկ ենք մշակել, մի երկուսը կուզեմ ներկայացնել ու նաև ձեր կարծիքը իմանալ։ Հատկապես այն առաջարկությունները երևի թե, որը վերաբերվում են եւ տարածքային կառավարման ենթակառուցության նախարարությանը եւ տեղական ինքնակառավարման մարմին, հատկապես ձեր մասով էլ նաեւ դրանց իրատեսականությունը, իրավաչափությունը, կենսունակությունը նաեւ ձեր գնահատականը ստանալու համար։ Առաջի խնդիրը, որ նաեւ հնչեցրեցի, դա այն է, որ աղետների ռիսկերի կառավարման մակարդակում համայնքների մեծամասնությունը չունի ապահովված եղել ռիսկերի բացահայտման, այդ վախ ազդարարման համակարգերով։
ինչ ենք առաջարկում ներքին գործերի նախարարության եւ աղետների եւ արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչության եւ ոլորտով հետաքրքրված միջային կազմակերպությունների հետ համագործանք նախաձեռնել Հայաստանի բոլոր 71 համայնքներում վաղ նախազգուշացման համակարգերի ներդրումը։ Որոշ համայնքներ ունեցել են, բայց սա թույլ կտա վաղ փուլում Գոնե նախազգուշացված լինել, ասում եմ տեղեկացված ես, պաշտպանված ես, այդ մոտավոր այդ բանն է։ Մարդիկ նախապես իմանան, այսինչ օր, այսինչ ժամին հնարավոր է ռիսկ եւ դա թույլ կտա արագ կազմակերպել գործողություններ։ Ներկայումս դրական կարգավորումներով տեղական ինքնակառավարման մասին օրենքով համայնքները սեփական լիազորությունների շրջանակում չունեն աղետների ռիսկի բացահայտման, կանխման, մեղման, ինչպես նաև կանխարգելան ոլորտներում աշխատանք իրականացնելու իրավասություն։ Մեր առաջարկությունների հաջորդող բլոկը եթե մասնակից է, խնդրենք առաջ գալ, եթե ոչ Ալիք Բադանի կտասին Զանայից Այս առաջարկությունի Ջևանում ահագին դիմադրության հանդիպեց որները արփին լիազորությունների սահմանափակ շատ սահմանափակ է մեր լիազորությունը Մեր առաջարկությունները Ջևանում տիմերի այդքան է սրտով չէր, բայց մենք այնուամենայնիվ շարունակելու ենք պնդել եւ առաջարկելու ենք տկերի դիտարկմանը։ Մենք առաջարկում ենք այնուամենայնիվ վերանայել լիազորությունների շրջանակը նամանավանդ, որ հիմա ընթացքի մեջ է տեղական ինքնակառավարման մասին օրենքի ամբողջությամբ վերանայվում է, սա կողարկելու ենք իրենց դիտարկմանը։ Մենք առաջարկում ենք այս լիազորությունների շրջանակը ընդլայնել աղետների ռիսկերի կառավարման կանխարգելման բլոկով եւ ընդ որում վարչական լիազորությունների ապակենտրոնացումը համակցել, զուգակցել համապատասխան ոլորտում ֆինանսական լիազորությունների ապակենտրոնացմամբ, այսինքն այն գումարները, որ հատկացվում են կամ արտապատվիրակվում են պետության կողմից համայնքներին Սա հենց համայնքապետանի բյուջեում լինի եւ ինքը նախաձեռնես աշխատանքները Իջևանում գոնե հնչեցին, որ համայնքները առանց SSS աշխատանքներով են ծանրաբեռնված հավելյալ ռեսուրս է, բայց նույնիսկ տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան է ասում, որ համայնքային ծառայությունները պետք է մատուցվեն համայնքին բնակչին ամենամոտ գտնվող իշխանությունների կողմից։ Մենք կարծում ենք, որ այս քաշքշուկը հատկապես տեխնիկական բնույթի դիմումս տեղ չհասավ, դիմումս խալերն բացած է հնարավոր կլիներ կանխել, խուսափել, եթե այս ամեն ինչը համայնքային մակարդակով կազմակերպվել։ Հիմնական շեշտադրումները առաջարկությունների բլոկով այստեղ են լինելու։ Մյուս խնդիրը, որը ավելի շատ գիտակցական մակարդակում են խնդիր տեսնում համայնքներում, դա այն է, որ ցավոք սրտի բնական աղետները համայնքների մեծամասնությունը շարունակում է չդիտարկել որպես իրեն սպառնացող պոտենցիալ վտանգ։ Իհարկե հիմա ասում եք բոլորը սպասում ենք, բայց սա այդ ազդեցության տակ է։ Մի քանի տարի անցնի, այս թեման էլի մոռացվելու է եւ էլի համայնքները շարունակելու են առաջնային խնդիր համարել անվտանգային թեմա, անվտանգային թեմաները եւ այլը։ Ինչ ենք առաջարկում համայնքապետանի աշխատակիցների հանրային ծառայողների համար իրականացվող վերապատրաստումների պետական ծրագրերում ներդնել աղետների պատրաստվածության վերաբերյալ բլոկներ եւ այս վերապատրաստումները դարձնել պարտադիր։ Ամեն տարի տեղական ինքնակառավարման օրենք են ուսուցանում, չգիտեմ, ֆինանսական գրագիտություն եւ այլը, ինչն է խանգարում, որ այդ բլոկներում ավելացվի նաեւ այս բլոկը, վերջապես ամենաբազային տարական գիտելիքներով զինվելու համար, աղետների հետ կապված, կառավարության ուղղված առաջարկությունների մասով աղետի հրատապ եւ երկարաժամկետ կառավարման եւ աղետի հետևանքների վերացման համար ներգրավվում են բազմազան պետական հաստատություններ, որոնք առանձին գործառույթ են իրականացնում, ինչը հաճախ խոչընդոտում է ինչպես կառավարման արագության եւ կարիքների գնահատմանը, այնպես էլ կատարվող եւ կատարված աշխատանքների մասին հանրային իրազեկմանը։ Սրա մասին արդեն խոսեցինք։ Հիերարխիկ համակարգը գործում, մի հատ համայնքային հանձնաժողով, մի հատ մարզային, մի հատ հանրապետական, մի հատ էլ հանձնաժողովի նախագահ, ամեն ոլորտում մի հատ հանձնաժողովի նախագահ, դու չես կարող այդ հանձնաժողովի նախագահին այս բանը չասել։ Ինքն էլ այդ մի հատ հանձնաժողովին, նա էլ իր նախագահն։
Սա նշանակում է, որ եթե Բոլոր ես քաղաքացի խնդիր այո։ ունեմ, այս բոլոր ինստանցիաներով միջև իմ հարցը գնա, ժամանակ անցավ, իմ կարիքը հրատապ արդեն հրատապ չի։ Եվ երկրորդը, արդեն ասացինք, որ միասնական սոցիալական ծառայությունների մակարդակում կոորդինացվող ծրագրերը որակյալ են եղել, որտեղ ուղղակի հասանելիություն արագ էր դրա համար։ Այո, իսկ ինչ կապված է եղել նախարարությունների հետ, բազմաթիվ խնդիրներ, դիմումս ուղարկեցի, տեղ չհասավ, չէ, դիմումս չեք ուղարկել, կամ փաստաթղթի հետ խնդիր կա, նախարարությունները չունեն են ռեսուրսները, մարդկային նույնիսկ հրատապ բոլոր դիմումների հետ կապված դեպքերին արագ արձագանքելու համար, ինչը համայնքներում կարվել։ Մի խոսքով, իհարկե, բրգաձև կառուցված քաղաքների ռիսկի կառավարման ինքը միջազգային մոդել է վերցված, բայց մենք կարծում ենք, որ սա այն հայաստանյան պատմությունը ու դեպք չի։ Ավելի լավ կլինի, որ մի կենտրոնից դա կառավարվի եւ մեր առաջարկով առաջարկում ենք աղետների կանխարգելման, կառավարման արդյունավետության բարձրացման համար ավելի մեծ դերակատարություն վերապահել տեղական ինքնակառավարման մարմիններին։ Էլի լիազորությունների շրջանակների բարձրացում, խնդիրների ուսումնասիրումների կանխարգելիչ աշխատանքների, այնպես էլ աղետների հետևանքների եւ քաղաքացին ցուցաբերվող օժանդակությունների տրամադրման համար։ Տեղական ինքնակառավարման մարմինեն արվող առաջարկություններ, առաջինը վերաբերվում է մեր խնդիրը, դա նրան է վերաբերում, որ աղետների նախորդող տարիներին չեն ձեռնարկվել աղետների վտանգի կանխման, կանխարգելման համալիր միջոցառումներ, չեն ներդրվել աղետների կառավարման համակարգեր, օրինակ համակարգված ձևաչափով սելավատարերի մաքրման աշխատանքների իրականացում կամ սելավ առաջացնող տարածքների պահպանում։ Ես խնդրում եմ ճիշտ հասկանալ, սա չի նշանակում, որպեսզի աշխատանքներ չեն իրականացվել, անշուշտ իրականացվել են, բայց դա չի եղել համակարգված, չի եղել հետևողական, չի եղել ամբողջական, ինչը հնարավորություն կտալ մեր մասնակից ասեց, որ ջուրը իր հոն պետք է բաց լինի, եւ այո, պետք է բաց լինի, եւ դա չպետք է բաց լինի հատվածական առանձին կտորներում, այլ ամբողջությամբ։ Ինչ ենք առաջարկում համայնքի հնգամյա զարգացման պլաններով, տարեկան աշխատանքային պլաններով եւ տարեկան բյուջեներով հատկացել նպատակային դրամական ֆոնդեր սելավատարերի մաքրման աշխատանքների իրականացման կամ սելավ առաջացնող տարածքների պահպանման համար։ Շատ լավ բան է։ Համայնքապետաներում ներդնել GIS, դրանք աշխարհագրական տեղեկատվական համակարգեր են, տեխնոլոգիաներ, աղետների ռիսկի քարտազագրման իրականացնելու եւ հնարավոր հետևանքները կանխատեսելու համար։ Սա այս գործընթաց կառավարելու թվայնացման մասին վերաբերմունք է, վերջապես այդ թղթարարությունը պետք է սեղմել։ Այո, ժամանակից չի քայլում թղթարարությունը։ Այս առաջարկության հետ կապված իհարկե իջևան քննարկումներ եղավ, ինքը հաստատ կփոփոխվի։ 20%-ի հետ էր կապված, իրական 3 թե ճիշտ դիտարկում էր, հիմա կասեմ, ինչպես արդեն նշեցի 5% է հիմա համայնքային բյուջեներում նախատեսված։ Մենք նոմինալ 20% ենք առաջարկել, իհարկե ցանկացած առաջարկություն անելուց համար պետք է հենք լինի որոշակի, եւ այդ հենքը քննարկման արդյունքում եկանք եզրանկման, որ ճիշտ կլինի, որ ամեն համայնք, ինչպես Տիկին Անահիտը ասելով, ելնելով իր համայնքի առանձին խոցելիությունից այս կամ այն տեսակի աղետի նկատմամբ ինքը որոշի, թե իրեն այս ոլորտում, աղետների ռիսկերի կառավարման ոլորտում անհրաժեշտ դրամական միջոցները իր համայնքային բյուջեի որ տոկոս պիտի կազմի։ Այսինքն չի կարող ստանդարտ մի թիվ լինել բոլոր համայնքների համար, կլինեն համայնքներ, որտեղ այդ թիվը ավելի շատ կլինի, կլինեն համայնքներ, բայց համայնքը պետք է սովորությամբ մտածի ու իր համար սահմանի այդ տոկոսային բաշխատությունը ինչ կլինի։ Իհարկե այն պարագայում, եթե ունենա բավականաչափ դրա բյուջե եւ ֆինանսական միջոցներ, չէ, նախարարությունը պետք է անհանգստացնել ապակենտրոնացման մասով, հատկապես ֆինանսների։ Հենց օրենքը փոխվում ապակենտրոնացման մասով։ Այստեղ եթե ես մի ծառայությունն էլ դրվի համայնքի վրա, շատ ճիշտ կլինի։ Ինչ տարբեր է համայնքների մոտեցումները։ Ինչ տարբեր է։ Չէ, պիտի դրվի, որովհետև բնակիչ առաջերտին համայնքին է մոտիկ։ Բացի տիմին մոտիկ լինելը իր հրատապ խնդիրը տիմը պարտավոր է լուծել։ Այո։ Իսկ ոնց լուծել, եթե միջանկյալ օղակները այստեղ ոչ թե խանգարում են, միգուցե նպաստում են, բայց ժամանակի խնդիր առաջանում։ Իսկ աղետը այն դեպքը չի, որ ժամանակը մեր օգտին լինի։ Այո։ Աղետը այդ դեպքը չի։ Միգուցե այլ պարագայում ժամանակը այդքան ճակատագրական չլինի, բայց աղետը դա այդ դեպքը չի։ Մյուս խնդիրը Տիկին Անահիտը իր խոսքում նշեց, բոլոր համայնքները ունեն աղետի
ռիսկի կառավարման պլաններ, նոմինալ, բոլորը ունեն։ Այդ համարյա այն համայնքին գամյա զարգացման ծրագրերի պատմությունն է։ Անունով բոլորը կա, բայց ինչ ենք մենք առաջարկում մշակել քաղաքականություններ, եթե չկան մշակված, եթե կան մշակված, վերանայել քաղաքականություններ, որոնք վերաբերվում են շինթույլտվությունների տրամադրմանը։ Ինչ ենք սա ասում, որովհետև Արփինե ջան, կներեք, այստեղ մի ուրախություն ասեմ, ես նոր եմ իմացել, որ նոր է այս մոտեցումը ուրբանիզացիայի զարգացող համայնքների ծրագրերով, ոնց որ քաղաքաշինությունը արդեն այդ ձևով պիտի աշխատի։ Այսինքն այդ շինթույլտվությունները տրամաբանորեն պետքա լինեն արդեն։ Դա կա արդեն օրենքով ամրագրված է։ Ծրագիրը ոնց որ կա։ Եթե չեմ սխալվում, ես արդեն մի քանի օր է նույնիսկ այդ ծրագիրը գործում է։ Եթե չեմ սխալվում, որ իմացել էի ավելի ստույգ ինֆորմացիա։ Մենք էլ մի հատ կճշտենք, եթե սա արդեն կա, ոնց որ թե կա, որտեղ արդեն ինքը պետքա արդեն ծրագրով լինի ու ծրագրով էլ արդեն ինքը սխալներից խուսափում է։ Մի հատ այդ մասով դուք ճշտում կանեք։ Հաջորդ առաջարկությունը էլի համայնքապետաններին է վերաբերվում, իհարկե դուք ասացիք, որ սրան վերաբերվող կամ հասցեագրով քաղաքականություն կա, բայց վերանայել սելավատարերի, գետափնյա տարածքների հողերի օգտագործման ու կառուցապատման քաղաքականությունները սահմանափակվելով բարձր ռիսկայություն ունեցող գոտիներում շինությունների կառուցումը սահմանափակելով։ Ես իհարկե այս աղետների ռիսկերի կառավարման մասնագետ չեմ, բայց ինչքանով որ հասցրեցի ուսումնասիրելու տեղեկանալ, այժմ դեռևս գործում են սովետական նորմերը, հա, գետից 5 մետր հեռավորության վրա պետք է լինեն կառուցված, ինչը սխալ է, հատկապես այսպես վարարումների նկատմամբ, ասենք, խոցելիություն ունեցող հետո գլոբալ տաքացումները անում ամբողջ մոլորակում։ 5 մետրը արդեն այդ նորմը չի, այն ստանդարտը չի, որ այսօր պետք է գործի։ Իհարկե, եթե ես հասկանում եմ, որ այս առաջարկության հետ կապված դիմադրություն կլինի հատկապես բիզնեսները, որտեղ գետի երկայնքով են կառուցված, բայց նաև իրենց բիզնեսի անվտանգության տեսանկյունից է սա ճիշտ է վերանայել այս քաղաքականությունները, նախաձեռնել համայնքներում աղետի ռիսկի կառավարման խորհուրդների ձևավորումը։ Այո։ Որոնցում ներգրված կնեն համայնքապետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, այլ ոլորտային պատասխանատուներ, խոսքը անկախ փորձագետների մասն է, իրականացնել աղետների ռիսկի կառավարման խորհրդի պարբերաբար ուսուցումներ, վերապատրաստումներ, զուգահեռաբար համայնքներում ձևավորել համայնքների բնակիչներից կազմված արագ արձագանքման կամավորական թիմեր։ Նշեմ, որ մեր կազմակերպությունը անցած տարի մեր պրպտումներով ու նախաձեռնությամբ այսպիսի խումբ ձևավորվեց Իջևանում, ավելին ասեմ, մենք նախաձեռնեցինք Իջևանում աղետների ռիսկի պլանի վերանայմանը եւ թարմացմանը, փորձագետ ենք վարձել եւ այդ աշխատանքները կատարել ենք։ Սրա լավի ու վատի մասին, լավ է նա, որ բազային գոն է, նոմինալ այս խումբը կա, անցնենք վատին։ Իհարկե մեծ է վտանգող ռիսկը, որ այս խմբերը էլի շարունակելու են մնալ եւ գործել թղթի մակարդակով եւ ինչ պետք է անել, որ այս խմբերը իսկապես վերջապես աշխատանքային, իրոք աշխատանքային կոպիտ անջում, բայց գործիքի վերածվեն, որոնք իրենց ֆունկցիան գումար պետք է միգուցե լավ առաջարկություններ ունենալ գումարը խմբերի համար։ Անպայման Արփինե ջան, մարդը միջևը չբարձրատրվի, ինքը չի անկեղծ այդպես է։ Հա, քիչ են, որ հասարակական հիմունքներով աշխատող, օրինակ ես հասարակական հիմունքներով աշխատող մարդ եմ երբեք, բայց գոնե մի աղբյուր պիտի ունենամ ֆինանսավորման, որ կարողանամ մնացած իմ հասարակական գործունեությունը ծավալեմ։ Հիմա բայց կարա լինեն նեղ մասնագետներ, ովքեր վճարելու կարիք ունենան կամ պարտադիր պայման համարեն դա։ Երկու խնդիր ու երկու դրանով պայմանած առաջարկություն իրականում մնացել։ Մյուսը վերաբերվում է աղետով պայմանավորված այս արտակարգ իրավիճակի պայմաններում հաղորդակցություններին, հանրային հաղորդակցությունների որակին։ Շատ ցածր է եղել, ես ինչպես իմ խոսքում նշեցի, նույնիսկ մեզ, որպես մասնագիտացող կազմակերպություն, որ ամենատարբեր փորձառություններ են տարբեր ինստիտուտներից տեղեկատվության հավաքագրման, մեծագույն խնդիրների ենք բախվել, ունեցել ենք Դիլիջան համայնքը, որ այդպես էլ միջև վերջին կետը մեզ ինֆորմացիան չտրամադրվեց ոչ մի աշխատանքների մասով եւ չկար բացատրություն ու հիմնավոր բացատրություն ինչու, ավելին ասեմ, չենք ստացել նաեւ հիմնավոր պատասխան
նաև մարզպետարանից, այլ է շատ զարմանալի եւ միայն իրենց լիազոր մարմնին որոշակի բողոք եւ դժգոհություն ներկայացնելուց հետո այս ողջ տեղեկատվությունը մեզ փոխանցվել է։ Սա իրականում նաև խոսում է նրա մասին, մենք ապակենտրոնացումից ենք խոսում, բայց փաստորեն այս ինստիտուտները նույնիսկ ինֆորմացիայի տրամադրման մակարդակում սպասում են վերադաս մարմինների հաստատում, թույլտվություն եւ այլն։ Չեմ սպասում։ Հա, իրականում նոյեմբերյանին այս առումով սա քննարկել ենք թիմում, շատ հաճելի էր եւ այսպես թեմպես այդ ինֆորմացիա մենք ստացել ենք, հա, հիմա բայց չարժեր հնարավոր է բողոքների ինչ որ մեխանիզմով չհասնել դրան, այլ ուղղակի ինֆորմացիան տրամադրելու, բայց որտեղ եղել է դիմադրություն, փորձել ենք այդ դիմադրությունը հաղթահարել ու բացատրել, որ այդպես չի։ Այս տիպի ինֆորմացիան Տիկին Անահիտ խոսում է հանրային վստահության պակասից։ Հանրային վստահությունը գալիս է ինֆորմացիայի պակասից, ուրիշ պատճառ դրանում չկա։ Մարդը որքան իրազեկված է, այնքան ավելի մեծ է վստահությունը, կապ չունի որ տիպ իշխանության մասին ենք խոսում, համայնքային կլինի, մարզային կլինի, պետական կլինի։ Ինչ ենք առաջարկում, մշակել կամ բարելավել համայնքապետարանների հաղորդակցության ռազմավարություններ, եթե այդպիսին կան, որտեղ առանձին ենթաբաժիններով կներկայացնեն արտակարգ եւ ճգնաժամային իրավիճակներում համայնքային հաղորդակցության պլանները, արտակարգ իրավիճակներում պրոակտիվ կերպով հրապարակել աջակցության ծրագրերի մանրամասներ, շահառուների թիվ, բաշխվածություն, ծախսումներ, այն ինչ որ արեցինք այստեղ, հա, մի քանի սլայդով, մի քանի ընդհանուր հանրագումարի բերած տվյալներով։ Հետագետային ժամանակահատվածում կազմակերպել հանրային քննարկումներ բարելավելու ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունն ու հասցեականությունը։ Այսօր տեղի է ունենում մեր առաջարկությունը, ուղղակի դա մենք ենք իրականացնում։ Միջև այս թվերը չի հրապարակվում, շատերի մոտ տպավորություն կա, որ առանձնապես աշխատանքի չի արվել կամ արվել է ինչ-որ չափով, բայց երբ այս թվերը հանրագումարի են բերում եւ ներկայացվում են, ուրիշ տպավորություն է լինում ծրագրերի հետ կապված եւ վերջին առաջարկությունը, որը տեղական ինքնակառավարման մարմիններին է վերաբերվում, հետագայտային կարիքների գույքագրման գնահատման համար, ինչպես համայնքային այնպես ազգային մակարդակում նկատվել է համապատասխան մասնագետների զգալի պակաս։ Ձևավորել համայնքային փորձագիտական խմբեր, որոնք կներառեն ճարտարագետներ, բնապահպաններ, GIS մասնագետներ, ճգնաժամային կառավարման մասնագետներ, ովքեր կարող են աջակցել աղետների կանխարգելման եւ գնահատման աշխատանքներին, պարբերաբար վերապատրաստման ծրագրերով այդ մասնագիտական խմբերի համար ապահովել պատշաճ վերապատրաստումներ եւ վերավորակավորումներ։ Եվ հաջորդ առաջարկությունը այս խնդրի հետ կապված համայնքներում խթանել աղետների կառավարման ոլորտում մասնագիտացված մասնագետների ներգրավումը տեղական համալսարանների հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացումով։ Այսինքն համայնքը հասկանում է կարիքը, որ իրան պետք է այս մասնագետ, ինքը կարող է ընդհանրապես տարածքում գտնվող կրթական բարձրագույն կրթական հաստատությունների հետ համագործակցել եւ իր համար վերապատրաստել կամ ունենալ այդ մասնագետը։ Խոսքն եք այդ, հա, ասելու։ Հա, հասկացա։ Սա ընդհանուր են ամեններ, ինչ ուզում էինք ներկայացնել, եթե ունեք ամփոփիչ մտքեր, դիտարկումներ, բողոքներ, դժգոհություններ, առհասարակ, որոնք արժի ներառել, ես շնորհակալ եմ, հնդածս ահագին գրառումներ արեցի, որոնք կգան լրացնելու այն, ինչ արդեն գրվել է, նպատակը հենց դրանում էր կանում, գիտություն ձեզ նաև ասեմ, որ սրանք առանձնացրած բլոկներով ուղարկվելու են բոլոր այն ինստիտուտներին, որ ներկայացվեց, եւ կառավարություն, եւ նախարարություն, եւ առանձին աղետից տուժած համայնքներ, եւ կարծում եմ նպատակ ունի նաև բոլոր համայնքները, մեզ համար առանձնապես դժվար չէ ի գիտություն ունենալ այս առաջարկությունների բլոկը։ Սա որպես կանոն անում ենք եւ հետեւողական ենք լինում, հետագայում սրան հաջորդում է մեր անհատական, հա, այս կաբինետային հանդիպումները նաև այս նախարարությունների ներկայացուցիչների հետ, որովհետև թղթով գրված մի բան է, բայց մեկ այլ բան է եւ դա բառացի բացատրվում եւ ասում է, թե պետք կարծում եմ իրանք էլ ահագին խնդիրներից արդեն լավատեղյակ են։ Խնդրեմ, եթե կան ամփոփիչ մտքեր։ Հարցեր չկան, ամեն ինչ ամփոփված է, ամեն ինչ բնականon ճիշտ է գնում, ընթացքում էլ, եթե ասենք մտածում եմ, որ եթե ասենք կանխարգելիչ, որպես ավելի շատ դրա վրա կենտրոնանանք, որ չկրկնվի նմանատիպ վիճակ, առաջին ընթացքը դա եմ տեսնում։
ջրատարները պետք է նորից վերանայեն, դամբերը պետք է վերանայեն, սովետի թվի դամբերն է։ Դաժե դել արդեն Այդ արդեն այնքան գլոբալ մի հարցա որ չկա, այդ դրանց նայողները չկան։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ նաև կամ ունենալ այս կոնտակտային տվյալները, մենք մեկ շաբաթ դեռևս այսօրվանից սկսած բաց ենք լինելու առաջարկությունների համար, վերջնականացման փուլը կգնահա զայգույցի, եթե կունենաք հավելյալ մտքեր, դիտարկումներ, որ այս պահին հիմա չեք կարող ձևակերպել, ուրախ կլինենք կամ զանգով կամ էլեկտրոնային մեյլով ձեզանից ստանալ։ Շնորհակալ եմ մասնակցության համար ու կարևոր դիտարկումների համար։ Այլևս աղետներ չտեսնենք։ Շնորհակալություն բոլորիդ։